Հարգելի գործընկերներ, քննարկում ենք 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Հիմնական զեկուցող մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան։ Համեցեք Տիկին Մանասյան։ Շնորհակալ եմ ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր ազգային ժողովի նիստում ներկայացնելու եմ 2023 թվականի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը, ներողություն 2024 թվականի տարեկան հաղորդումը գործունեության եւ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմի դարձյալ 2024 թվականի վերաբերյալ տարեկան զեկույցը։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ այս երկու փաստաթղթերն էլ հրապարակված են եւ ոչ միայն այս փաստաթղթերը, այլ նաեւ այն բոլոր զեկույցները, որոնք նաեւ արտահերթ կարգով են հրապարակվել մեր կողմից եւ դրանք ընդգրկում են մեր հանրապետությունում արկա մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ խնդիրներ, դրանք իրապես բազմաբնույթ են եւ վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին, ու ըստ էության մի ելույթի շրջանակներում բնականաբար անհնար է ամբողջությամբ անդրադարձ կատարել այդ բոլոր խնդիրներին։ Հետևաբար ելույթիս ընթացքում ես կանդրադառնամ խնդիրներից մի քանիսին, որոնք նաև որպես այդպիսին համակարգային բնույթ են կրում, եւ բնականաբար շատ ուրախ կլինեմ, եթե հարցերի համատեքստում հնարավոր լինի պատասխանել նաև այլ ոլորտների կամ հենց նույն ոլորտներին վերաբերելի մի շարք այլ հարցերի։ Նշեմ նախ սկզբում, որ այս տարի մեր զեկույցը թե կանխարգելման ազգային մեխանիզմի, թե նաև մեր գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելիս ըստ էության որոշակի նորարարական մոտեցումներ փորձել ենք ցուցաբերել, որովհետև նախորդ տարվանից սկսած փորձել ենք կառուցակարգեր մշակել մեր առաջարկների կատարման քանակական տվյալներ եւ քանակական տոկոսներ ներկայացնելու համար, թե ինչքանով են պետական իշխանության մարմինների կողմից ի կատարածվել մեր կողմից արված առաջարկները։ Նշեմ, որ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմի զեկույցի համատեքստում արդեն իսկ կատարել ենք եւ գործարկել ենք այդ կառուցակարգը եւ ըստ մեր կատարած տվյալ հաշվարկների ըստ էության նախորդ տարի ամբողջությամբ կատարված կարելի է համարել մարդու իրավունքների պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմ իրականացրած հիմնական առաջարկներից 12%-ը, չի կատարվել 40% ներողություն եւ մասնակի կատարված է դիտարկվում 48%-ը։ Մենք ըստ էության այս կառուցակարգերը փորձում ենք գործարկել նաև մեր ամբողջ տարեկան հաղորդումը, նաև տարեկան հաղորդման շրջանակներում արված առաջարկների կատարումը պետական մարմինների կողմից գնահատելու տեսանկյունից, որը այս տարվա տարեկան հաղորդման շրջանակներում ըստ էության չի արտացոլվել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված կառուցակարգերի գործարկումը ըստ էության ենթադրում է նաև որոշակի հատուկ մեթոդաբանության կիրառում, որը հնարավոր չի եղել տարեկան հաղորդման համատեքստում այս տարի իրականացնել, բայց աշխատանքներ ենք տանում, որպեսզի նման տոկոսային տվյալներ, քանակական տվյալներ հնարավոր լինի իրականացնել նաև մեր կանխարգելման ազգային մեխանիզմից բացի նաև մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի առնչությամբ մեր տարեկան հաղորդման շրջանակներում։ Նշեմ, որ մեր տարեկան հաղորդման համատեքստում բացի ավանդաբար ներկայացվող խնդիրներից այս տարի բավականին մեծ քանակությամբ նաև նոր խնդիրներ ենք բացահայտել, ընդ որում դրանց մի մասը կամ նաև մեծ մասը հենց սոցիալ-տնտեսական բնագավառին վերաբերելի հարցեր են եղել, որոնք եւս ներառվել են մեր տարեկան հաղորդման շրջանակներում, մասնավորապես ավանդաբար ներկայացվող ոստիկանության բռնությունների, ընդհանուր սոցիալ-տնտեսական խնդիրների, իրավահավասարության եւ այլ
խնդիրների համատեքստում ներկայացրել ենք օրինակ առերևույթ ոչ իրավաչափ եղանակով իրականացվող քանդման աշխատանքների հետ կապված հարցեր, պատժից ազատվող եւ բնակության վայր չունեցող դատապարտյալներին բնակարանի վարձավճարի հատուցում չտրամադրելու եւ մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցեր, հանրային աղմուկին վերաբերելի հարցեր, որոնք ըստ էության ուղղակիորեն վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգին եւ տարբեր երկրներում եւս քննարկման առարկա են դառնում հենց մարդու իրավունքների պաշտպանության կտրվածքով։ Նշեմ, որ իրավահավասարության ու հակախտրականության ոլորտը եւս նախորդ տարվանից սկսած իրականում բավականին մեծ անդրադարձ է ունեցել մեր տարեկան հաղորդման շրջանակներում եւ այս համատեքստում այս տարի նաեւ նոր խումբ ենք ավելացրել տարեցները որպես պաշտպանվող հատուկ խումբ։ Ըստ էության սրա վերաբերյալ քննարկումները նախորդ տարի իրականացվել են նաեւ ոչ միայն Հայաստանի համատեքստում, այլ նաեւ եվրոպական տարածաշրջանի տեսանկյունից, որովհետեւ ես ինքս մի հաստատությունները միավորող եվրոպական ցանցի կառավարման խորհրդի անդամ եմ ընտրված նախորդ տարի եւ որպես կարևոր գործողություն որդեգրել ենք նաեւ այս խումբ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հատուկ մեխանիզմների գործարկումը, որոնք ըստ էության գրեթե բոլոր եվրոպական պետություններում այն ծավալով միանշանակ չեն իրականացվում, ինչ ծավալով այլ խմբերի պարագայում։ Բայց ես ըստ էության այս փուլում նոր ներկայացված խնդիրներին ըստ էության մանրամասնությամբ անդրադարձ չեմ կատարի, կանդրադառնամ մի քանի հիմնախնդիրների, որոնք կարծում եմ արդիական եղել են եւ շարունակում են արդիական մնալ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը պատշաճ գնահատելու տեսանկյունից եւ ուշադրության են արժանի դրանք հասցեավորելու ու արկա խնդիրները հաղթահարելու դիտանկյունից։ Մասնավորապես ես կուզենամ հատուկ անդրադարձ կատարել ըստ էության ամենակննարկվող հարցադրումներից մեկին, մասնավորապես ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման հետ կապված խնդրին եւ նաեւ ազատությունից զրկելիս անձանց նվազագույն իրավունքների երաշխավորման հարցին, որը կարծում եմ շատ երկար տարիներ եղել է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն խնդրահարույց ոլորտներից մեկը եւ այս այն շարունակում է այդպիսին մնալ եւ ընդհանուր առմամբ ոլորտում ձեռնարկվող քայլերը, որոնց վերաբերյալ մենք ինքներս պարզաբանումներ ենք բազմապիսի ստանում գործընկերներից, ակնհայտ է, որ բավարար չեն եղել երաշխավորելու այս ոլորտի պատշաճ հասցեավորումը եւ սրա հետ կապված խնդիրների բացառումը Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ բազմաթիվ են դեպքերը, երբ առնվազն մեր հաստատության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր են արձանագրվում եւ բնականաբար շատ կարեւոր է այս ոլորտի տեսանկյունից, որպեսզի հնարավորություն ունենանք իրապես հաղթահարելու արկա խնդիրը, որը բնականաբար հասցեավորման մի քանի հնարավոր եղանակներ ունի։ Ես այս փուլում դրան չեմ անդրադառնա, քանի որ ոստիկանության հետ կապված մի քանի այլ խնդիրների եւս կուզենամ անդրադառնալ։ Նախորդ տարվա տեսանկյունից շատ արդիական, բայց մեր ամբողջ հանրապետության պատմության տեսանկյունից շատ արդիական խնդիր հատուկ միջոցների կիրառումը հավաքների ընթացքում, որը եւս շարունակել է եւ շարունակում է դարձյալ բազմապիսի հարցեր առաջացնել ցանկացած հատուկ միջոցի կիրառումից հետո։ Մասնավորապես հանրությանը բավարար տեղեկատվության չտրամադրում հատուկ միջոցների կիրառման, ձևաչափի, կանոնակարգի, գործիքակազմի եւ այլնի հետ կապված, հանրության հետ ոչ պատշաճ հաղորդակցության առկայություն եւ այլն, որի վերաբերյալ ըստ էության նաեւ հրապարակային եմ առիթ ունեցել խոսելու եւ այս խնդիրը կարծում եմ ամենակարևորներից է, որը իրապես պետք է հասցեավորվի։ Կարծում եմ, որ ոլորտում առկա հաջորդ կարևորագույն խնդիրը քրեական հետապնդումների բացակայությունն է իրավապահ մարմինների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ենթադրաբար կարող են կասկածվել, ես բառերը հանրային ընկալման տեսանկյունից հատուկ ճակերտներում եմ օգտագործում եւ շատ ավելի հասկանալի բառեր եմ օգտագործում, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման եւ այլ արարքների համատեքստում։ Ըստ էության քրեական հետապնդումների բացակայությունը իրապես հանրային ընկալման տեսանկյունից կասկածներ է հարուցում թե պրոցեսների անկախության, անկողմնակալության, թե դրանց պրոֆեսիոնալիզմի առումով, հետևաբար պատասխանատվության անխուսափելիության խնդրին միանշանակ կարծում եմ պետք է ցուցաբերել առաջնահերթ ուշադրություն։ Շատ կարևոր հանգամանք է նաև նկատի ունենալ, որ ընդհանրապես իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք է նաև բավարար գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերեն տարբեր խմբերի, մասնավորապես խոցելի իրավիճակում գտնվող խմբերի,
կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների եւ մի շարք այլ խմբերի նկատմամբ մոտեցումների համատեքստում, որովհետև այս մոտեցումները առանձնահատուկ մոտեցումներ են, հատուկ զգայունություն են ենթադրում եւ այս դիտանկյունից մենք պարբերաբար տարատեսակ խնդիրներ ենք արձանագրում իրավասու մարմինների գործողությունների ու գործունեության համատեքստում։ Կուզենամ հատուկ անդրադարձ կատարել նախորդ տարի նաև իմ կողմից բարձրաձայնած խնդրին, կալանքի կիրառման պրակտիկային Հայաստանում, որովհետև ըստ էության այս պրակտիկան, ինչպես նախորդ տարվա տարեկան հաղորդման համատեքստում, այնպես էլ այս տարվա տարեկան հաղորդման շրջանակներում դիտարկվել է որպես համակարգային առումով խնդրահարույց եւ նախորդ տարի դեռևս մենք հատուկ վերլուծություն էինք սկսել իրականացնել դատապարտյալների եւ կալանքի տակ գտնվող անձանց թվի առնչությամբ եւ ըստ էության մեր հետազոտությունները, ուսումնասիրությունները ցույց են տվել եւ դրանք նույն արդյունքները շարունակում են ունենալ նաեւ այժմ, որ Հայաստանում ազատությունից զրկված անձանց կեսից ավելին հանդիսանում են կալանքի տակ գտնվող անձինք, ինչը ըստ էության միջազգային չափանիշների տեսանկյունից անթույլատրելի է, հետեւաբար համարում եմ, որ այն խնդիրները, որոնք ըստ էության նախորդ տարի ենք արձանագրել եւ դրանց մեծ ծավալով անդրադարձ ենք կատարել, ամբողջությամբ միանշանակ լուծված չեն այս տարվա տարեկան հաղորդման համատեքստի առնչությամբ խոսելիս եւս։ Ուզում եմ հատուկ անդրադարձ կատարել փակ կամ կիսափակ հաստատություններում բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված խնդիրներին, որոնք բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, իրապես խնդրահարույց են Հայաստանի Հանրապետությունում եւ ունեն լուրջ բարեփոխման անհրաժեշտություն։ Առաջին հերթին անդրադառնամ ազատությունից զրկման վայրերին, որտեղ կամ որոնց առնչությամբ բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված խնդիրները բազմապիսի են եւ մենք անընդհատ ենք ստանում այս խնդիրների հետ կապված դիմում բողոքներ։ Իհարկե կուզենամ ուրախությամբ արձանագրել, որ ստացած դիմում բողոքների մեծ մասը լուծում է ստանում մեր միջամտությամբ, բայց ես չեմ կարծում, որ անհատական մոտեցումները պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից նորմալ են իրավական ու ժողովրդավարական պետության համատեքստում, հետեւաբար շատ կարևոր եմ համարում այս ոլորտում համակարգային բարեփոխումները, նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինչպես նշեցի, կալանքի տակ գտնվող անձինք են մեծ թվով այդ թվում բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարցեր բարձրաձայնում եւ սա էլ նաեւ ցույց է տալիս այդ թվում կալանքի կիրառման պրակտիկայի խնդրահարույց լինելու հետ կապված բոլոր հնարավոր հետևանքները եւ դրա հետ փոխկապված բոլոր հնարավոր հարցերը։ Զինված ուժերում բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված խնդիրների մասին եւս խոսեցի, իհարկե կուզենամ արձանագրել, որ մենք իրապես հիմնականում մեծ թվով դիմում բողոքներ ստանում ենք փորձաքննությունների ժամանակահատվածում փորձաքննությունների արդյունքների հետ կապված եւ ելի ուրախությամբ կուզենամ նշել, որ գրեթե բոլոր դիմում բողոքների պարագայում մեր միջամտությամբ կարծես պետական մարմնի եւ քաղաքացու կամ նրա հարազատների միջև վեճը լուծում է ստացել, այն դեպքերում, երբ լուծում չի ստացել ըստ էության հիմնականում դրանք դեպքերն են, որոնք վերաբերում են անձին արդեն զինվորական ծառայության ներգրավելուն եւ կամ հակառակը զինվորական ծառայության չներգրավվելու պատճառաբանությամբ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ այս իրավիճակները ըստ էության իհարկե դատարանի կողմից գնահատման հանգամանքներ են, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ թեև այս համակարգում իրապես բարեփոխումները ակնհայտ են եղել նաեւ մեզ համար, այդ թվում ստացված դիմում բողոքների վերլուծության արդյունքում, բայց շարունակաբար պետք է կատարելագործել այդ թվում այս ոլորտում այս համակարգին վերաբերելի բոլոր կառուցակարգերը։ Նշեմ, որ զինված ուժերում հիմնական մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մեկը, որը անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է եւ ես սրա մասին անընդհատ եմ խոսում, զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանությունն է եւ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի արգելքի սկզբունքի պահպանումն է, անշեղ պահպանումն է, որովհետեւ ցավոք պետք է նշեմ, որ մենք շարունակում ենք դեռևս ոչ մարտական խաղաղ պայմաններում ունենալ զինված ուժերում մահվան դեպքեր, որոնք ունեն, ես վստահ եմ, խորքային պատճառներ եւ այդ խորքային պատճառները միանշանակ պետք է շատ լուրջ ոչ թե պարզապես վերլուծության ենթարկվեն, այլ նաեւ հայեցակարգային լուծումներ պետք է տրվեն այս խնդիրներից խուսափելու համար, այդ թվում պատասխանատու անձանց պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելու արդյունքում։ Ուզում եմ հատուկ արձանագրել նաև խոշտանգումներից եւ վատ վերաբերմունքի այլ ձևերից զերծ մնալու
իրավունքի երաշխավորման հետ կապված խնդիրները, որի հետ կապված երևի ամենախնդրահարույց ասպեկտը, որը թե ես եմ արձանագրում, թե դրա մասին անընդհատ խոսում եմ, այս գործերով քննությունն է գործերի եւ միջազգային չափանիշների պահպանումը, որովհետեւ սրանք գործեր են, որոնց հետ կապված տեղեկատվություն բնականաբար մեզանից որևէ մեկը բացի քննությունից, բացի պատշաճ քննությունից չի կարող պատշաճ մակարդակով ստանալ, եւ ըստ էության սրանք գործեր են, որոնք ի տարբերություն այլ գործերի քննության ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, մասնավորապես դրանց քննության արագությունը, որը ամենակարևոր չափանիշներից մեկն է, որի հետ կապված մենք պարբերաբար խնդիրներ ենք արձանագրում, կամ այս գործերի քննության հետ կապված իրենց ipso facto բնույթը, այսինքն անձի կողմից ողջամիտ կասկած հարուցող մտահոգության ներկայացման պարագայում այս գործերի քննությունը, որի առնչությամբ դարձյալ պարբերաբար արձանագրվել են տարատեսակ խնդիրներ, ինչը միանշանակ ունի լուծման անհրաժեշտություն, որովհետև հակառակ պարագայում մենք ընդհանրապես չենք կարողանալու երաշխավորել այս իրավունքի պատշաճ իրացումը։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ նաև մենք անընդհատ անդրադարձ ենք կատարում այլ հանգամանքներին, որոնք վերաբերելի են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը, բնականաբար դարձյալ անհնար է մի ելույթի շրջանակներում դրանց ամբողջությամբ անդրադարձ կատարել։ Պարզապես կուզենամ հատուկ արձանագրել նաև որպես առաջընթաց որոշակի առումով այս շատ երկար տասնամյակների ընթացքում քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ որոշակի քայլերի կատարումը, որովհետև դրանք տասնամյակներ շարունակ շատ դեպքերում շատ անմխիթար վիճակում են գտնվել։ Հիմա գործ ունենք օրինակ, մի քանի քրեակատարողական հիմնարկներում վերանորոգման աշխատանքների կատարման հետ, բայց դարձյալ պիտի արձանագրեմ, որ սա չի կարող կրել հատվածական բնույթ, սա պիտի լինի համակարգային եւ ամբողջական մոտեցում եւ պիտի կարողանանք լուծել ոլորտում առկա այդ թվում այս հարցին վերաբերելի բոլոր խնդիրները։ Ուզում եմ հատուկ անդրադառնալ ազատությունից զրկման վայրերում ինքնաբնասումների եւ ինքնասպանությունների հետ կապված խնդրին, որը կարծում եմ ամենամտահոգիչներից է, այդ թվում այս պահին վիճակագրությունը հաշվի առնելով։ Սա կարծում եմ շատ լուրջ եւ շատ համակարգային խնդիր է եւ խնդիրը վերաբերելի է ինչպես այս ոլորտում առկա կանխարգելման մեխանիզմների ոչ պատշաճ կամ ամբողջական գործադրմանը իմ խորին համոզմամբ, բայց դրա հետ մեկտեղ նոր կառուցակարգերի անհրաժեշտությանը կամ ավելի շատ դրանց պատշաճ գործարկմանը, ինչը հնարավորություն կտա խուսափել նշված դեպքերից, որովհետև այո, շատ հնարավոր է, որ թղթի վրա եւ շատ լավ է, որ պետությունը երաշխավորել է իր այդ պարտավորության իրականացումը ու թղթի վրա արձանագրել է ռիսկերի գնահատման եւ մի շարք այլ մեխանիզմներ, սա իրոք շատ կարեւոր հանգամանք է, բայց դրանից ոչ պակաս կամ շատ ավելի կարևոր է դրանց պատշաճ գործարկումը եւ նշված բոլոր երևույթներից ընդհանրապես զերծ լինելը ազատությունից զրկման վայրերում։ Շատ կարևոր եմ համարում նաև հոգեկան առողջության կենտրոններում ոչ միայն խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելումը, այլ ընդհանրապես հոգեկան առողջության կենտրոնների նկատմամբ պատշաճ մոտեցումների որդեգրումը, որովհետեւ սրանք հաստատություններ են, որոնք շատ երկար ժամանակահատվածի կտրվածքով այժմ էլ ընդ որում ոչ միայն մեր հասարակության, նաև շատ այլ հասարակություններում այդպես աչքում ըստ էության չեն դիտարկվում որպես այն կարևորագույն վայրերը, որտեղ պետությունը պետք է ներդրում կատարի, որտեղ խնդիրներ պետք է արձանագրվեն եւ այլն, ուզում եմ հակառակի մասին խոսել։ Սրանք այն հաստատություններն են, որտեղ մենք ունենք մեր հասարակության ամենակարևոր նշանակություն ունեցող այդ թվում սոցիալական խմբին եւ նկատի ունենալով նաեւ նրանց խոցելիությունը, այդ թվում կարգավիճակի առումով, մենք պարտավոր ենք պատշաճ քայլեր ձեռնարկել հոգեկան առողջության կենտրոններում, ընդհանրապես իրավունքների երաշխավորման համակարգի կատարելագործման համար։ Դարձյալ այս առումով կուզենամ հատուկ արձանագրել եւ սա շատ կարեւոր եմ համարում արձանագրել ինքս հատկապես հոգեկան առողջության կենտրոնների պայմանների հետ կապված խնդիրը նախորդ տարի թե գործադիր իշխանության, թե օրենսդիր իշխանության քննարկումների շրջանակներում ամեն անգամ ամեն քննարկմանը բարձրաձայնել եմ եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ թվում իմ այցելած մի քանի հոգեկան առողջության կենտրոններում այս փուլում կատարվել են շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, ինչը ցույց է տալիս նաև մեր վերաբերմունքը ընդհանրապես հասարակության ցանկացած խոցելի խավի նկատմամբ, բայց այս ոլորտում պիտի նշեմ խնդիրները բազմաթիվ են, օրինակ ոչ հոժարական բուժման հետ կապված հարցերը,
դրան առնչվող մի շարք այլ խնդիրները, սահմանափակ գործունակ եւ անգործունակ ճանաչված անձանց հետ կապված խնդիրները ու նրանց կարգավիճակին վերաբերելի հարցերը, որոնք կարծում եմ պետք է պետության կողմից միանշանակ առաջնահերթ հասցեավորման արժանանան եւ շուտապույտ լուծվեն։ Նաեւ ուզում եմ հատուկ արձանագրել, որ մարդու իրավունքների տեսանկյունից հատկապես միշտ ուշադրություն ենք դարձնում այդ թվում օրինակ հոգեկան առողջության կենտրոններում զսպման միջոցների կիրառման հետ կապված հարցերին եւ դարձյալ այս առումով կուզենամ նշել, որ որոշ հոգեկան առողջության կենտրոններում բարելավումներ ունենք, այսինքն համակարգի կատարելագործում, տրավմատիկ միջոցներից շատ դեպքերում հրաժարում եւ այլն, բայց միանշանակ է, որ համակարգը դարձյալ ունի շատ լուրջ կատարելագործման կարիք։ Ուզում եմ հատուկ անդրադարձ կատարել ելույթի շրջանակներում իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտին, որովհետեւ կարծում եմ, որ մեր հասարակությունում այս ոլորտի հետ կապված պատկերացումները նախ շատ թյուր են եւ այդ շատ թյուր պատկերացումների արդյունքում մենք բազմաթիվ խնդիրների ենք հանգում, սկսած տարբեր սոցիալական խմբերի տեսանկյունից խտրականության դրսևորումների, որոնք նույնիսկ մարդիկ շատ դեպքերում չեն էլ գիտակցում, որ ըստ էության խտրականության դրսևորում է, ավարտած դասական ատելության եւ խտրական խոսքի դրսևորումներով, որոնք այդ թվում հանրային գործիչներն են անընդհատ իրենց խոսքի մեջ օգտագործում, եւ կարծում եմ, որ այս ոլորտի վերաբերյալ եւս անհրաժեշտ է անընդհատ խոսել, այս ոլորտի վերաբերյալ բոլորս պետք է բավարար գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերենք, խուսափելու համար տարատեսակ խնդրահարույց իրավիճակներից, որոնք կարող են վերաբերելի լինել իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտին։ Ըստ էության ես բոլոր խմբերին առանձին եւ բոլոր հնարավոր խնդիրներով չեմ անդրադառնա, պարզապես դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ օրինակ մի խնդիր այսպես հրապարակային կներկայացնեմ, որպեսզի շատ ավելի պարզ լինի սրա հետ կապված խնդիրների բազմազանությունը եւ հասցեավորման անհրաժեշտությունը։ Սկսեմ օրինակ ազգային փոքրամասնությունների իրավունքներից, օրինակ նախորդ տարի մենք ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների հետ կապված անընդհատ խնդիրներ ենք արձանագրել ընթացիկ օրինակ ատեստավորման process-ներում, բայց նույնիսկ անկախ ատեստավորման գործընթացներից մենք Հայաստանում ունենք մեր ազգային փոքրամասնությունների գրեթե բոլորի լեզուների դասավանդման հետ կապված խնդիրներ այն պատճառով, որ օրինակ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները օրինակ մասնագետներ չեն պատրաստում այդ ոլորտներում, մինչդեռ ես հրապարակային եմ ուզում ասել, որ պետությունը այդ ոլորտում ունի պարտավորություն։ Մենք չունենք ամբիոններ, չունենք այն վերապատրաստման դասընթացները, որոնք անհրաժեշտ են իրականում այս խնդիրները հասցեավորելու համար։ Դարձյալ ուզում եմ ուրախությամբ նշել, որ վերջին տարիներին շատ ավելի ակտիվացել է պետության կողմից այս ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, բայց նորից ուզում եմ արձանագրել, որ այդ քայլերի ձեռնարկումն ըստ էության բավարար չէ։ Երեխաների հետ կապված հարցին անդրադառնալիս կուզենամ հատուկ անդրադառնալ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված խնդրին, որովհետև վերջին ժամանակահատվածում սա այնպիսի ծավալներ է ստացել, որ մենք նույնիսկ երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման գործիքակազմերի հետ կապված արտահերթ հրապարակային զեկույց ենք ունեցել այս տարի։ Եվ այս առումով ըստ էության շատ կարևորում եմ, որպեսզի լուրջ կատարելագործման ենթարկվեն թե ուսումնական հաստատություններում ընդհանրապես երեխաների նկատմամբ բռնության դեպքերը ճանաչելու, կանխարգելելու եւ արձագանքելու մեխանիզմները, որոնք դարձյալ ցավով պիտի նշեմ, որ թեև փաստաթղթային առումով առաջընթաց էր, որ ընդունեցինք ուղեցույց համապատասխան եւ այլն պետական մարմինների կողմից, բայց միևնույն է, այս խնդիրը շարունակաբար մնում է որպես հիմնական խնդիր, որովհետև չասեմ թե ինչ գրավոր պարզաբանումներ են մեզ ներկայացնում, որովհետև ըստ էության, եթե գրավոր պարզաբանումները դիտարկենք, տպավորություն կստեղծվի, որ ամեն դեպքում ուղեցույցներ ունենալով եւ այլն խնդիրը լուծվել է կամ վերապատրաստումներ անցկացնելով, բայց ուզում եմ շեշտադրել, որ օրինակ նույն իմ զրույցները կամ մշտադիտարկումների այցերը ցույց են տալիս, որ այս խնդիրը լուծված չէ եւ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, արձագանքման ու հասցեավորման մեխանիզմների առնչությամբ մեր ուսումնական հաստատություններում պետք է լինեն պատշաճ գիտելիքներ եւ հասցեավորման պատշաճ մեխանիզմներ։ Հաշվանդամություն ունեցող անձանց խնդիրներին բազմիցս եմ անդրադարձ կատարել, մատչելիության հարցը, խելամիտ հարմարեցումների եւ այլն բոլոր հարցերը շարունակում են արդիական մնալ մեր հասարակական համակարգի տեսանկյունից եւ պետությունը պարտավոր է պատշաճ քայլեր ձեռնարկել այս ոլորտում համապատասխան խնդիրները շատ ավելի մեծ թափով եւ
ավելի համակարգային եղանակով կատարելագործելու ուղղությամբ եւ ամփոփելով իրավահավասարության ու հակախտրականության ոլորտին առնչվող այս հատվածը խոսքից կուզենամ հատուկ արձանագրել, որ շատ կարեւորում եմ, որպեսզի պետությունը շուտապույտ ընդունի իրավահավասարության մասին օրենքը, որովհետեւ այս օրենքը ամբողջ աշխարհում էլ դիտարկվում է որպես շատ կարևոր գործիք ոլորտի դեմ, ոլորտում առկա խնդիրների դեմ պայքարի տեսանկյունից։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ թե նախորդ տարվա կտրվածքով, ինչը տարեկան հաղորդումից նաև մեր ակնհայտ էր, թե նաև այս տարի պարբերաբար խնդիրներ ենք արձանագրել լրագրողների անխոչնդոտ մասնագիտական գործունեության իրականացման համատեքստում, ընդ որում, քանի որ նախորդ տարվա տարեկան հաղորդումը այս տարի արդեն իսկ հրապարակված է, այնտեղ կտեսնեք նաև հստակ դեպքեր եւ անուններ, մասնավորապես հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում եւ այլն, եւ միանշանակ շատ կարևորում եմ այս ոլորտում դարձյալ գործերի պատշաճ քննությունը, դրանց շուտապույտ քննությունը եւ շատ կարևորում եմ թե լրագրողական համայնքի, թե պետական բոլոր մարմինների համատեքստում էթիկայի մեխանիզմների, պատշաճ մեխանիզմների առկայությունը եւ գործարկումը, որը կարող է հնարավորություն տալ իրավաչափ ու իրավական եղանակով լուծելու այս ոլորտում առկա բոլոր խնդիրները։ Հրապարակային կուզենամ արձանագրել, որ շատ կարևոր կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի խոշտանգումների զոհերի աջակցման կենտրոն, որ նստեյության մինչ այս պահը չունենք։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր հանգամանք է ընդհանրապես խոշտանգումների կանխարգելման ոլորտում եւ այս ուղղությամբ միանշանակ պետք է քայլեր իրականացվեն, բայց երևի թե ես այստեղ կանգ առնեմ, որովհետեւ իրականում անհնար է բոլոր խնդիրների վերաբերյալ մի ելույթի շրջանակներում խոսել։ Խոսքից վերջում շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր կառուցողական, էթիկական ստանդարտներին համապատասխան մեզ հետ հաղորդակցություն ու համագործակցություն են ունեցել, որի արդյունքում մենք կարողացել ենք նաև համատեղ ուժերով լուծելու ոլորտում առկա տարատեսակ խնդիրները եւ ուրախ կլինեմ պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցերի համար հերթագրում։ Հերթագրվել է 11 պատգամավոր, առաջինը Բաբկեն Թունյանն է, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Մանասյան զեկույցի համար։ Իմ հարցը վերաբերում է տնտեսվարողների եւ պետական կառույցների հարաբերություններին։ Գաղտնիք չի, որ բավականին շատ խնդիրներ են լինում ու տարաձայնություններ եւ միշտ չի, որ դատական ճանապարհով գնալը ամենանախընտրելի մեթոդն է այդ խնդիրները լուծելու համար, որովհետև բացի ամեն ինչից զուտ ժամանակի կորուստը այդ դեպքերում մեծ խնդիր է առաջացնում։ Ուրեմն ժամանակին մենք քննարկում ենք մի տարբերակ, երբ որ տնտեսվարողները, ինչպես ֆինանսական հաշտարարն է, այնպես էլ իրենք հնարավորություն ունենալ մի կառույց, որը կզբաղվի բիզնեսի եւ պետական կառույցների միջև խնդիրներով, այլ կերպ ասած, բիզնես օմբուդսմեն։ Եվ այդ մեխանիզմը աշխատում է մի շարք երկրներում։ Մենք քննարկում ենք Հայաստանում այդ մեխանիզմը ներդնելու նպատակահարմարությունը, սակայն այն ժամանակ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից այդ առումով առարկություններ կային ու նշում են, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արդեն իսկ այդ խնդիրները ծածկում է եւ իրենց գործառույթների մեջ մտնում է նաև այդ խնդիրները։ Ես ուզում եմ ձեր կարծիքի իմանալ, արդյոք նման կառույցի նպատակահարմարություն կա թե ոչ, եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը օրինակ 24 թվականի ընթացքում տնտեսվարողների կողմից քանի բողոք է ստացել եւ քանիսին է ընթացք տրվել։ Շնորհակալ եմ, պարոն Թունյան, իրապես շատ կարևոր հարց բարձրացրեցինք եւ այս ոլորտը այս փուլում նաեւ ինձ համար է առաջնահերթություն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այո, բազմաթիվ են խնդիրները ոլորտում, բայց նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մի մարմին չի կարող լուծել այդ բոլոր խնդիրները եւ մի մարմին չի կարող պատասխան տալ այդ բոլոր խնդիրներին։ Ըստ էության ես կարող եմ ենթադրել, որ մարմնի անվանման հետ կապված է միգուցե նաեւ առարկությունը եւ
նկատառումը, որովհետև ըստ էության մեր սահմանադրությունը մարդու իրավունքների պաշտպանի մի հաստատություն է ամրագրում, մի օմբուդսմանական հաստատություն է ամրագրում, եւ սահմանադրական դիտանկյունից բնականաբար կարող է շատ վիճահարույց լինել օմբուդսմանական լիազորություններով օժտված մեկ այլ հաստատության արկայությունն է, եւ սա շատ լուրջ քննարկման առարկա միանշանակ պետք է լինի, բայց կուզենամ հատուկ արձանագրել, որ ամեն դեպքում պետք է կարևոր ուշադրություն դարձնել այն հարցին, թե ինչպիսի լիազորություններով է օժտված լինելու համապատասխան մարմինը, որովհետև եթե օրինակ մարմինը պետք է օժտված լինի լրիվ նույն լիազորություններով, ինչ լիազորություններով օժտված է մարդու իրավունքների պաշտպանը եւ նաեւ նախատեսված չլինի սահմանադրությամբ, սա միանշանակ սահմանադրական տեսանկյունից է խնդիրներ հարուցելու։ Ինչ վերաբերում է ընդհանրապես այս ոլորտում տարբեր մարմինների գործունեությանը եւ նաեւ մեր գործունեությանը, ես կուզենամ հատուկ արձանագրել, որ ինչպես որևէ մարմին, այնպես էլ մեր հաստատությունը կատարյալ չէ իր գործունեության համատեքստում եւ ես համարում եմ, որ ամենալուրջ ոլորտներից մեկը, որտեղ մենք ունենք հմտությունների եւ կառուցվածքային հարցերի զարգացման կարիք, հենց գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության համակարգն է եւ դա է պատճառը նաեւ, որ ինքս այս ոլորտում նախաձեռնել եմ այդ թվում որոշակի բարեփոխումների իրականացում ու նաև մեր հաստատության կարողությունների զարգացում ոլորտի հետ կապված։ Ուզում եմ հիմա հատուկ այստեղ նաև հրապարակային նշել, որ նաև Եվրոպայի խորհրդի հետ եմ պայմանավորվածություն ձեռք բերել եւ գործընկերները մեծ ողջավորությամբ համաձայնեցին մեզ հետ համատեղ նաև միջազգային խորհրդաժողով ոլորտի հետ կապված Հայաստանում կազմակերպել, որը կարծում եմ շատ կարևոր քայլ է այսպես փորձագիտական կարծիքներ լսելու եւ ոլորտը կարևորելու տեսանկյունից, բայց նաեւ կնշեմ, որ թեև չի ասի, որ մեր բողոքների թիվը այս ոլորտում չափազանց շատ է, այս պահին ուղղակի ձեռքս հենց այդ ոլորտի հետ կապված չկա թվային վիճակագրություն, բայց ամեն դեպքում մենք ունեցել ենք ոլորտին վերաբերելի դիմումներ, օրինակ հարկային օրենսդրության փոփոխությունների հետ կապված այս փուլում ընդ որում մի շատ կարևոր դիմում ունենք, պարզապես չգիտեմ դիմողը համաձայն կլինի, որպեսզի ես կարողանամ դրա վերաբերյալ այսպես համապատրաստից հրապարակում իրականացնել թե ոչ, բայց ես պատրաստ եմ այդ թվում ձեզ հետ քննարկումներ ունենալ եւ մի քիչ ավելի մանրամասն ներկայացնել ոլորտում արկա հարցերը։ Շնորհակալություն Տիկին Մանասյան։ Ես մոտավոր պատկերացնում եմ, որ ոլորտից կլինեն բողոքները, մանավանդ որ մեզ էլ են ուղարկել, նորմալ է, այսինքն օրենսդրական նախաձեռնությունների դեպքում անգամ ցանկալի է, որպեսզի ինստիտուտները ներգրավվածություն ունենան։ Ես ավելի շատ խոսում եմ առօրեական խնդիրների մասին։ Օրինակ գործարարը ապրանք է բերել, որը մաքսազերծման հետ կապված խնդիր է առաջացնում կամ տեսչական մարմնի հետախնդիր, ու այս դեպքերում մարդկանց համար ոչ թե օր, այլ ժամը նշանակություն ունի, որտեղ կարող են իրենք մեծ վնասներ կրել։ Եվ մարդու իրավունքների պաշտպանը գրասենյակը այդ խնդիրներին պատշաճ արագությամբ զարգացնելու համար իմ կարծիքով պետք է աշխատակազմը եռապատկվի կամ քառապատկվի, որպեսզի այդ խնդիրները ժամանակին հասցեագրեն։ Ամեն դեպքում ես ուրախ եմ, որ դուք ընդունում եք, որ այստեղ մենք անելիք ունենք, ինչ վերաբերում է այդ ֆունկցիաների դուպլիկացիային կամ սահմանադրականության լինել չլինելուն, այս մասերը բնականաբար կարելի է հասկանալ ու ճիշտ լուծում գտնել, եթե դեմ չեք, մենք առաջիկայում իրար հետ այս թեման քննարկենք, չենք ասում հենց այսօր որոշենք, բայց գոնե հասկանանք հետագայում ինչ կարելի է անել։ Շնորհակալ եմ։ Պրակտիկ գործունեության համատեքստում, քանի որ հիմա ժամանակս կավարտվի, այլ պրակտիկ խնդիրների չեմ հասցնի անդրադառնալ, բայց դրանք բազմաթիվ են, որոնք մեզ են հասցեագրվում, այդ թվում մեր պարզապես գիշերը օրինակ մեր թեժգից հեռախոսահամարին, այդ թվում ձեր նշած խնդիրների հետ կապված։ Շնորհակալ եմ։ Թակույ Թոմասյան։ Շնորհակալություն։ Տիկին Մանասյան, ես ուզում եմ ձեզանից հետաքրքրվել Պաշտպանության նախարարության զինծառայողների խնդիրներին, մասնավորապես, երբ մենք տարեկան արձանագրում ենք մահվան դեպքեր եւ այդ մահվան դեպքերի մեջ բավականին տպավորիչ ցուցանիշ ունի հիվանդության հիմքով մահացությունները, այսինքն բանակում հիվանդության պատճառով զինվորներ են մահանում։ Ես այս հարցը տվել եմ պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, այդ թվում ուժային կառույցների, բայց չեմ ստացել պատասխան, այնինչ որ ինձ կբավարարեր, թեպետ ենթադրելի էր, որ ամեն գործով, քանի որ կա հարուցված վարույթ, ենթադրելի է, որ նաև կա տեղեկություն, թե կոնկրետ զինվորը ինչ հիվանդություն է ձեռք բերել է բանակում, թե հիվանդ է զորակոչվել եւ ինչի արդյունքում է մահացել։ Քանի որ դուք նաև վարում եք վիճակագրություն եւ դուք եք տեղյակ, կխնդրեմ ինձ ասեք, հիմնական զինծառայողները, ովքեր որ մահանում են բանակ
ժամանակում իրենք հիվանդությունը ձեռք են բերում ծառայության ընթացքում, թե հետո իրենք արդեն հիվանդ, այսինքն անթույլատրելի հիվանդ կամ կյանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պայմաններում զորակոչվում են բանակ եւ բանակում մահանում են հիվանդության հիմքով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Թովմասյան, շատ կարևոր հարց բարձրաձայնեցիք, որովհետև ինչպես նշեցի, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կյանքի իրավունքի պաշտպանությունը կարևորագույններից է, որը ինչպես ես ինքս էլ իմ ելույթում նշեցի, ըստ էության բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի Հայաստանի Հանրապետությունում։ Ես կուզենամ հատուկ արձանագրել, որ մենք ըստ էության վիճակագրություն չենք վարում, մենք օգտվում ենք այն վիճակագրությունից, որը այլ իրավասու մարմիններն են վարում, որովհետև այնպես չի, որ բոլոր դեպքերով մեզ բողոքներ են ներկայացնում։ Մենք վարում ենք վիճակագրություն բացառապես այն դեպքերի հետ կապված, երբ մենք ինքներս ենք բողոք ստանում քաղաքացիներից կամ նրանց հարազատներից։ Ես պատահական նաև իմ ելույթի շրջանակներում չէր, որ խոսեցի հենց բժշկական օգնության եւ սպասարկման խնդիրների մասին, այդ թվում զինված ուժերում, որովհետեւ ինչպես ես նշեցի, մենք դարձյալ բազմապիսի դիմում բողոքներ ենք ստանում այս հարցերի հետ կապված։ Ուրախալի մասը այն է, որ երբ միջամտում ենք, խնդիրը լուծում է ստանում, բայց ինչպես ես նշեցի, իրականում խնդիրները պետք է համակարգային լուծումներ ունենան եւ դրանք ոչ թե անհատական դեպքերով պետք է լուծվեն։ Հետեւաբար կարծում եմ այստեղ միանշանակ նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման համակարգի բարելավման անհրաժեշտություն կա եմ բոլոր կատարելագործումներին, որ ըստ էության նաև մեզ են ներկայացվում, բայց կուզենամ նաև հատուկ արձանագրել, որ ըստ էության մենք չենք կարող բացահայտել այն հանգամանքը առանց քննության, թե հիվանդությունը որ պահին է ձեռք բերվել, որովհետև իրապես չունենք այդ գործիքները, եթե քննություն չի իրականացվում, բայց ամեն դեպքում, անկախ նրանից, հիվանդությունը ձեռք է բերվել մինչև զորակոչվելը, թե զինվորական ծառայության ընթացքում, միևնույն է իրավունքի պաշտպանության պարտավորությունը պետությունն է կրում։ Հետևաբար այդ տեղեկատվությունը պետության համար կարող է կարևոր լինել ընդհանրապես մի պատճառով, որպեսզի պետությունը կարողանա հասկանալ, թե լավ խնդիրը ինչպես հասցեավորի, բայց միևնույն է, դա մնում է պետության պատասխանատվությունը եւ պետությունը այո, պետք է կարողանա կատարելագործել այս ոլորտում իր ունեցած գործիքները։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալություն, փաստորեն դուք էլ չունեք, այսինքն մենք ամբողջական պատկերը էլի չկարողացանք ու պատկերացում կազմել խնդրի մասին։ Բայց ես ուզում եմ արձագանքի ժամանակ օգտագործել եւ ձեզ խնդրել, որպես մարդու իրավունքների պաշտպան, գնահատական տակ օրինակ այսօր ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի պահվածքին։ Ես հարց եմ տալի կոռուպցիայի կանխարգելման հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին, արդյոք կա կոռուպցիոն ռիսկ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի կինը կարիերայի թռիչքաձև աճ է ունենում եւ հիմա էլ դարձել է Հայփոստի ղեկավար։ Ոչ մի վիրավորանք, ոչ մի գնահատական չկա իմ հարցի մեջ։ Ի պատասխան Կոնջորյանը մոտենում է ամբիոնին, սկսում է վիրավորանքներ շահտալ եւ ինչ որ մերկապարանոց հայտարարություններ անել։ Պարոն Կոնջորյան, ուրեմն շատ ուշադիր լսեք, 20 տարեկանից աշխատավարձ եմ ստանում։ 27 տարեկանից աշխատավարձ եմ տալիս մոտ 2 տասնյակ լրագրողների եւ աշխատակիցների որպես մեդիայի հիմնադիր։ Առաջի տունս առել եմ 26 տարեկանում եւ բնակարաններ ունենալու իրավունք ունեմ եւ ունենալու եմ։ Այս տարի գնելու եմ նոր բնակարան, որի առիթով կարող եք արդեն ինձ շնորհավորել։ Եվ դա բոլորը իմ աշխատավարձով եւ աշխատանքով եւ բոլոր իշխանությունների ժամանակ ստուգվել է իմ գույքերի, ընդհանրապես իմ գործունեության օրինականությունը 8 տարի էլ դուք եք ստուգել, 8 տարի։ Ի գիտություն։ Տիկի Մանասյան։ Բայց ես կառաջարկեմ Պարոն Կոնջոյան, ցանկանում եք շնորհավորել։ Հա, լինի նոր։ Տիկին Մանասյան։ Ես իրականում կառաջարկեմ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման ներկայացման ձևաչափը իրապես երկկողմանի չվերածել քաղաքական բանավեճի, որովհետև նախ իմ տեսանկյունից իրոք արգելված է քաղաքական բանավեճերի մեջ ներգրավվելը եւ բոլոր գործընկերներին հիմա բոլոր կողմերից խնդրում եմ ուղղակի, որպեսզի կարողանանք հանրության համար պատշաճ մակարդակով խոսել մարդու իրավունքների խնդիրների մասին, այն խնդիրների, որոնք իրոք ամեն քաղաքացու են վերաբերում եւ շատ դեպքերում դրանք դուրս են մնում ուշադրությունից, որովհետեւ մեզանից ամեն մեկը ուղղակի տեսնում է շատ դեպքերում ուղղակի իր շուրջը կատարվողը, բայց իրոք Հայաստանում կան մարդիկ, ովքեր շատ վատ վիճակում են գտնվում իրենց իրավունքների պաշտպանության առումով։ Դրա համար ես իրոք կուզենամ անդրադառնանք այդ խնդիրներին։ Շնորհակալություն։ Ամենայն հարգանքով այստեղ նստած բոլոր գործընկերների նկատմամբ ում հետ իրոք գրեթե բոլորի հետ հիանալի համագործակցություն ունենք։ Արսեն Թորոսյան։ Շնորհակալություն, Տիկին Մանասյան, ես էլ ուզում եմ քրեական
Մի խանգարեք էլի։ Ուզում եմ քրեակատարողական ծառայությունում բժշկական օգնության մասին խոսել, նախորդ հարցին ի շարունակություն։ Մենք իհարկե այլ ձևաչափում իրար հետ քննարկել ենք, բայց առիթը ուզում եմ օգտագործել, որ ավելի հանրային քննարկում ունենանք։ Տեսեք, մենք 2019 թվականից քրեակատարողական ծառայություններում գտնվող թե կալանավորված, թե դատապարտված անձանց համար պետական պատվերի փաթեթը ըստ էության մեծացրեցինք եւ դարձրեցինք հնարավոր ամենամեծը։ Նույնիսկ մեղադրանքներ էինք ստանում, թե ինչպես կարելի է, բայց պարզ է, որ այդ քաղաքացիները զրկված են հանգամանքների բերումով, անկախ նրանից, որ հանցանք են գործել կամ պոտենցիալ հանցանք գործած անձիկ են, մեղադրյալներ են, նրանք զրկված են իրենց սեփական կարիքները հոգալու, աշխատելու եւ այլնի իրավունքից։ Եվ մենք պետությունը պարտավոր է իր պոզիտիվ պարտականությունների շրջանակներում ապահովել այդ քաղաքացիների մինիմալ կարիքները, այդ թվում բժշկական։ Հիմա ինչ ենք մենք տեսնում վերջի ժամանակները եւ ես մի ցավալի դեպք եմ արձանագրել, որ լինում են դեպքեր, որ ոչ պատշաճ բուժօգնության պատճառով մենք ունենում ենք մահվան դեպքեր։ Այսինքն ոչ ինքնավնասում է, ոչ ինքնասպանություն է, այլ մարդը պարզապես հիվանդ է, գտնվում է այդ ծառայության հոգացության ներքո, բայց մահանում է հիվանդությունից։ Եվ ես մի դեպքի մասին մի առիթով խոսել եմ, օրինակ 20 տարեկան մի երիտասարդի, որը ի սկզբանե ոչ մի ուղեկցող այդպիսի ծանր հիվանդություններ չի ունեցել եւ ըստ էության անօգնական վիճակում մնալով ոչ պատշաճ բուժօգնություն ստանալով, սա իմ մասնագիտական գնահատականն է, ոչ իրավական, իրավականը թող քննիչներն ու դատախազները տան, այդպիսի ելքի է հանգել։ Հիմա մենք ինչ անենք միասին, որպեսզի այդ իրավիճակը շտկենք։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, այո, ինչպես նշեցիք, այս հարցը առիթ ունեցել ենք միասին քննարկելու եւ նաեւ հարցի կարեւորությունն էր պատճառը, որ ես իմ ներածական ելույթի շրջանակներում կատարեցի ու նաև հրապարակային եմ շատ դեպքերում առիթ ունեցել արձանագրելու, որ համարում եմ, որ անկախ բոլոր տեսակետներից, կարծիքներից եւ ամենայն հարգանքով այդ բոլոր տեսակետների նկատմամբ ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական բժշկության համակարգը ունի լիակատար ամբողջական կարիք եւ այս տեսանկյունից շատ կարեւոր եմ համարում նախ որպեսզի այս գիտակցումը ձևավորվի առաջին հերթին, երկրորդը շատ կարեւոր եմ համարում որպեսզի յուրաքանչյուրի մոտ ձևավորվի գիտակցում, որ սա այնպիսի խումբ չէ, որին ուղղակի կարելի է տանել ազատությունից զրկել, փակել ինչ-որ միտեղ եւ համարել, որ օրինակ հա կամ որևէ հանցանք են կատարել կամ կասկածվում են որևէ հանցանքի կատարման մեջ ու որևէ պարտավորություն մենք չունենք իրենց առաջ նաև այսպիսի տրամաբանությամբ ընկալումներ եմ նկատել, անկեղծ պիտի լինեմ, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հրաժարվել այս ընկալումից։ Հաջորդը, երբ խոսում էի կալանավորված անձանց քանակի մասին, ես պատահական չէր նաև, որ կապեցի բժշկական օգնության եւ սպասարկման խնդրի հետ հարցը նաև, որովհետեւ մեզ դիմողների շատ մեծ քանակ են կազմում կալանքի տակ գտնվող անձինք, ովքեր բարձրացնում են բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված տարատեսակ հարցեր, որոնց լուծումը միշտ չէ, որ պետությունը կարողանում է պատշաճ մակարդակով տալ։ Եվ այս խնդիրները ըստ էության միախառնվում են միմյանց եւ հանգեցնում են ոչ միայն պարզապես բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարցի, շատ դեպքերում կյանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտության, վատ վերաբերմունքի կանխարգելման անհրաժեշտության եւ մի շարք այլ իրավունքների խախտման։ Հետեւաբար, եթե պետությունը չունի այդքան ռեսուրս այդ քանակությամբ ազատությունից զրկված անձանց տրամադրելու պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում, ապա մենք պետք է մտածենք նաեւ այն հարցի ուղղությամբ, թե ինչու է ազատությունից զրկում ոչ դատապարտյալի կարգավիճակով, այլ որպես խափանման միջոց այդքան թիվ անձանց։ Հաջորդ խնդիրը, որ այս ոլորտում առկա է, կարծում եմ այն է, որ մենք շատ մեծ խնդիր ունենք, հատկապես քաղաքացիական հիվանդանոցներում ազատությունից զրկված անձանց տեղաբաշխելու հետ կապված, որովհետև ես անձնապես բազմաթիվ իրավիճակների հետ եմ բախվել, երբ մենք ենք ստիպված եղել միջամտել, որպեսզի հնարավոր լինի բուժօգնությունը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում, եւ այս խնդիրը իրականում համակարգային խնդիր
խնդիրը։ Սա այնպես չի, որ դրա մեղավորը որևէ մեկն է, որովհետև քրեակատարողական ծառայությունը պատշաճ կերպով անձին կարող է փորձում է տանել այնտեղ ինչ որ մի պատճառով չեն կարող ընդունել եւ սա համակարգային խնդիր է, ու այս խնդիրը պետք է ստանա հասցեավորում։ Բացի դրանից շատ մեծ կարիք կա բարելավելու, կարծում եմ, նաեւ հմտությունները, ազատությունից զրկված անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող անձանց գրավչությունը բարձրացնել այս ոլորտի տարբեր ձևաչափերով եւ քանի որ էլ ժամանակ չունեմ, ուղղակի վերջին բանը ասեմ, նաեւ բժշկական անձնակազմը ինքը պետք է շատ զգայուն լինի անձանց հետ կապված, որովհետեւ ազատությունից զրկված անձինք ի սկզբանե առանձին եւ առանձնահատուկ խումբ են ներկայացնում, բայց դրան գումարվում է այն, որ իրենց մեջ կան նաեւ խոցելի իրավիճակում գտնվող տարբեր անձինք, օրինակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող եւ այլն։ Արձագանքից հետո կա Շնորհակալություն Տիկին Մանասյան, փաստորեն համարյա արձանագրեցինք, որ կալանավորված անձանց մեծ թիվը նաև ուղիղ վտանգ է նրանց առողջությանը, որտեղ չեն հասցնում ըստ էության նրանց առողջությունով զբաղվել, ոչ միայն վտանգ է իրենց իրավունքներին, արդարադատությանը, այլև առողջությանը։ Դուք ասում եք, որ քրեակատարողական ծառայությունը կարող է տանել, բայց հիվանդանոցներում տեղ չկան, բայց ես վստահ եմ, որ նույնիսկ այդ ուղեկցող խմբերի պակաս է լինում, երբ որ անհրաժեշտություն է լինում տանելու, ինչի եմ վստահ, որովհետև նույնիսկ դատարան չեն կարողանում տանել այդ ուղեկցող խմբերը այդ մարդկանց եւ հաճախ դատական նիստերը տեղի չեն, այսինքն այդ թվի աճը եւ այդ մեծ լինելը դատապարտյալների թվից, որի մասին ես խոսում էի նախորդ զեկույցների ժամանակ, շատ մեծ խնդիր է, ոչ միայն իմ ասած կոնտեքստում, այլ նաեւ այլ կոնտեքստներում եւ մի կարճ հարց, իսկ միգուցե սխալ էր քրեակատարողական բժշկության ծառայությունը տեղափոխել արդարադատության նախարարության ենթակայությունից առողջապահության նախարարության ենթակայություն, պետք է մտածել հետ դարձի մասին, հաշվի առնելով պատասխանատվությունների ոլորտը, որ կծնե այնուամենայնիվ պատասխանատուն դատապարտյալի կամ կալանավորի, միգուցե հարց որպես։ Շնորհակալ եմ, ես այս հարցին արձագանքեմ, պարոն Թորոսյան, ես նույն տեսակետը չունեմ, որովհետև այսօրվա միջազգային չափանիշը հակառակի մասին է խոսում եւ դա պատճառ ունի, որովհետև քրեակատարողական ծառայությունը եւ քրեակատարողական բժշկությունը պիտի անկախ լինեն, հատկապես բժշկության համակարգը քրեակատարողական պիտի լիովին անկախ լինի քրեակատարողական ծառայության համակարգից, քանի որ դա առաջին հերթին շատ կարեւոր է խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման տեսանկյունից, որովհետև օրինակ պատկերացրեք, գիտեմ, ինչ-որ դեպք է տեղի ունենում բռնության քրեակատարողական հիմնարկում կամ վատ վերաբերմունքի որևէ այլ դրսևորում եւ քրեակատարողական ծառայողն է ըստ էության ներգրավված process-ում, եթե իրենք չունենան անկախություն միմյանց կախվածություն լինի, բնականաբար բժշկական անձնակազմը առաջինն է, որը պետք է արձանագրի այդ խնդիրները եւ շատ դեպքերում իրենք կարող են դա չարձանագրել եւ մենք ունեցել ենք նախկինում այդպիսի իրավիճակներ, իհարկե առերևույթ մեր տեսանկյունից, որովհետեւ դեպքեր են եղել, որ որևէ բան օրինակ մենք ենք արձանագրել, հետո չենք տեսել, հիմա իհարկե շատ է փոխվել այս համակարգը եւ շատ ավելի հաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ օրինակ հավասարապես արձանագրվում են նաեւ այս խնդիրները։ Շնորհակալ եմ։ Հաջորդը ձեզ հարց կուղի Ագնեսա Խամոյանը, համեցեք Տիկին Խամոյան։ Շնորհակալ եմ Տիկին Մանասյան, իմ հարցը լրագրող Լիլիթ Աղեկյանին բերման ենթարկելու պայմանների մասին է, որքանով է իրավաչափ, օրինաչափ, որքանով է ի վերջո բարոյական, քաղաքացուն, այս դեպքում կնոջը, բերման ենթարկել գիշերազգեստով եւ հողաթափերով իրավունքի իրացման որ նորմերի շրջանակներում է դա տեղավորվում, եթե իհարկե տեղավորվում է, խնդրում եմ ինձ բացատրել, որովհետեւ ես հիշում եմ, երբ որ 2013 թվականին Ռուսաստանում հայ վարորդը 18 կարծեմ անձի մահվան պատճառ էր դարձել, իրեն դատարան էին բերել խալաթով եւ դա արդարացիորեն հարուցել էր հայ հասարակության զայրույթը, որը հիմա իդեպ ես չեմ տեսնում նաեւ իշխանական պատգամավորների շրջանում, իշխանության ներկայացուցիչներից ոմանք անգամ արդարացման փորձեր են կատարում կատարվածի հետ, հիմա որպես մարդու իրավունքների պաշտպան, որպես կնոջ, ձեզ հարց եմ տալիս, դատապարտում եք, թե չեք դատապարտում այն պայմանները, այն հանգամանքները, որի շրջանակներում բերման է ենթարկվել Լիլիթ Աղեկյանը, ով իդեպ մեղադրվում է
խուլիգանության մեջ, ոչ մանկապղծության, ոչ մարդասպանության, ոչ էլ նարկոկանտրաբանդայի մեջ ներգրաված լինելու մեղադրանքի շրջանակներում չի բերման ենթարկվել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Խամոյան, ես կուզենամ հատուկ անդրադառնալ այդ թվում նշված խնդրին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքս նաև խոսացի այն մասին, որ իրավապահ մարմինները կոնկրետ խումբ անձանց նկատմամբ պետք է մշտապես կարողանան զգայունություն ցուցաբերել եւ իրենց մոտեցումները պետք է համապատասխանեն այդ խմբերի իրավունքների պաշտպանության համար սահմանված առանձնահատկություններին։ Այո, ես որպես մարդու իրավունքների պաշտպան ճիշտ չեմ համարում այն իրավիճակում, երբ ազատությունից զրկումը չի ծագել անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա եւ չի տեղի ունենում անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, անձին ազատությունից զրկել տնային հագուստով, որը ըստ անձի օգտագործվում է նաեւ որպես գիշերազգեստ եւ հողաթափերով, եւ այնտեղ նաեւ շատ այլ առանձնահատկություններ էլ կան, որոնք, չգիտեմ, ճիշտ կհամարի անձը, որպեսզի ես դրա վերաբերյալ հրապարակային խոսեմ թե ոչ, եւ այդ առումով մի անգամ էլ կոչ եմ անում մեր բոլոր իրավապահ մարմինների գործընկերներին եւ ոչ միայն, շատ դեպքերում նաև մենք տարբեր զանգվածային լրատվության միջոցներով ենք հրապարակումներ տեսնում, որոնք ընդհանրապես գայունության կոնտեքստին չեն համապատասխանում եւ այլն, ու նաև հանրային գործիչների ելույթներում։ Ես կոչ եմ անում բոլորին, որպեսզի կարողանան ցուցաբերել պատշաճ զգայունություն, որովհետեւ վատ վերաբերմունքի կանխարգելումը ընդհանրապես կապ չունի նրա հետ, թե անձը ինչ արարք է կատարել, որովհետեւ նույնիսկ ամենածանր արարք կատարած անձը պետք է զերծ լինի վատ վերաբերմունքի որևէ տեսակի դրսևորումներ իսկ ինչ վերաբերում է նշված գործի հետ կապված թե մենք Տիկին Աղեկյանի հետ ենք հանդիպել զրուցել, թե ինքս անձամբ 3 Գյումրիում հարազատների հետ եմ հանդիպել զրուցել, իրենց բոլոր բողոքները մեզ ներկայացրել են, դրանցով ես միանշանակ պահանջել եմ պարտադիր քննություն բոլոր ներկայացված մտահոգությունների եւ բողոքների հետ կապված, որովհետեւ եթե կան արժանահավատ տվյալներ վատ վերաբերմունքի որևէ դրսևորման առումով, դրանք առաջին հերթին այո պետք է արժանանան պատշաճ գնահատականի մեր երկրում գործող օրենքով սահմանված մեխանիզմներով։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Տիկին Մանասյան, դուք ասացիք, որ ես ճիշտ չեմ համարում։ Կարող ենք արձանագրել, որ դուք նաև ձեր արձագանքի ժամանակ կդատապարտեք տեղի ունեցածը, այդ ձևակերպումը կարող ենք լսել ձեր շուրթերից, եւ քայլերի հետ կապված ասացիք, որ հանդիպում եք ունեցել, կարծեմ, մոր 78-ամյա կին է եւ քրոջ հետ եւ նաեւ MIP ներկայացուցիչներն են Լիլիթ Աղեկյանի հետ հանդիպել, բողոքների մասով արդեն իսկ հասցեագրումներ արել եք պատկան մարմիններին թե ոչ եւ ինչ քայլեր եք պատրաստում ձեռնարկել այս ուղղությամբ։ Շնորհակալ եմ։ Ես հատուկ նշեմ, որ նաև հրապարակային եմ խոսել այդ մասին եւ պետական մարմինները ու պաշտոնատար անձինք պարտավոր են այդ թվում մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հայտարարությունները հաշվի առնել խնդիրների հետ կապված, բայց բնականաբար նաև գրավոր ձևաչափով պաշտոնական պարզաբանումներ ենք պահանջել, առաջին հերթին պարզաբանումներ եղելության հետ կապված, որովհետեւ նաև ակնհայտ է, որ ցանկացած դեպքի առումով պետք է կարողանանք լսել բոլոր կողմերին, բայց ես արդեն նշեցի այն հարցի հետ կապված, ինչի հետ կապված ես կարող եմ այս պահին էլ ինքս իմ համար առնվազն եզրահանգում անել, իհարկե եթե չներկայացվեն առանձնահատուկ տվյալներ կամ պարզաբանումներ, որոնք կարող են հակառակի մասին վկայել, ես ճիշտ չեմ հարմարում բնականաբար կնոջը հնարավորություն չտալ փոխելու տնային հագուստը, որը ըստ նրա օգտագործվում է նաև որպես գիշերազգեստ եւ հողաթափերը եւ այդ ձևաչափով տեղափոխել համապատասխան վայր։ Կներեք, Տիկին Խամոյան, բայց ես կարծում եմ, որ ամեն մեկս ունի խոսելու իր ոճը։ Բնականաբար, եթե ասում եմ, որ ճիշտ չէ, նշանակում է մտահոգված եմ եւ դատապարտում եմ։ Բնականաբար, այսինքն ես չեմ կարծում, որ հիմա պիտի մեկս մյուսի խոսելու ոճի վերաբերյալ նկատառումներ իրականացնի։ Շնորհակալ եմ։ Զարուհի Բաթոյան։ Տիկին Մանասյան, դուք 2024 թվականի զեկույցում նշել եք, որ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները ցույց են տալիս, որ շարունակում են արդիական մնալ բնակելի, հասարակական, արտադրական եւ այլ գործառնական նշանակություն ունեցող շենքերի շինությունների, այդ թվում նոր կառուցվող եւ վերակառուցվող շենքերի եւ շինությունների, տրանսպորտային միջոցների, կանգառների եւ այլնի մատչելիության ապահովման հետ կապված խնդիրները։ Ես ավելացնեմ, Տիկին Մանասյան, որ նույնիսկ սուբվենցիոն ծրագրերով
կառուցված շինությունները, համայնքային նշանակության կառույցները շարունակում են չպահպանել մատչելիության նորմերը, որոնք սահմանված են ի դեպ թե միջազգային ստանդարտներով, կոնվենցիաներով, որոնք վավերացրել ենք, թե ազգային օրենսդրությամբ, թե քաղաքաշինական ստանդարտներով, որոնք արդեն 20 տարվա պատմություն ունեն, եւ իհարկե դուք ձեր զեկույցում առաջարկներ եք նշել։ Ես չեմ համեմատել, բայց վստահ եմ, որ եթե տարիների զեկույցները նայենք, այդ առաջարկները նույնն են եւ մատչելիության ոլորտում, մատչելիության հետ կապված խնդիրների պարագայում մենք չունենք փոփոխություն։ Հարցս երևի գրեթե հռետորական է, բայց ես ուզում եմ հասկանալ, լավ, մենք ինչ պիտի անենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության հետ կապված համակարգային խնդիրը Հայաստանում լուծում ստանա։ Դուք կարծում եք, որ այս առաջարկները գրելով մենք կունենանք փոփոխություն, իսկ քանի տարի, քանի զեկույցում դուք պիտի այս առաջարկները գրեք, որպեսզի մենք այլ արդյունք ունենանք։ Արդյոք կարծում եք, որ այլ քայլեր պիտի ձեռնարկի, օրինակ մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես օրինակ դատարան դիմելու կամ համակարգային այլ լուծումներ առաջարկելու մասով։ Շնորհակալ եմ անչափ Տիկին Բաթոյան, շատ կարևոր հարցի մասին եք խոսում եւ կարևորում եմ սրա մասին հրապարակային խոսելը, որովհետեւ դա եւս նպաստում է այս ոլորտում պատշաճ բարեփոխումներ իրականացնելուն։ Պիտի արձանագրեմ, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված մեր տարեկան հաղորդումների տրամաբանությունը մի փոքր փոխվել է նախկինի համեմատությամբ եւ հիմա մի փոքր ավելի մեծ ծավալով եւ մի քիչ այլ տրամաբանությամբ ենք հարցերին անդրադառնում եւ հատկապես նոր կառուցվող շենքերին, ձեռքբերվող տրանսպորտային միջոցների հետ կապված խնդիրներին մենք անդրադարձ ենք հիմա կատարում մեր մշտադիտարկումների արդյունքներով, ընդ որում իրականացված հենց հաշմանդամություն ունեցող անձանց հետ եւ նրանց մասնակցությամբ, այսինքն մենք մշտադիտարկումների շարք ենք նախաձեռնել, որտեղ ընդգրկում ենք մշտադիտարկումների process-ներին ոչ միայն պարզապես փորձագետների ու մեր աշխատակազմի ներկայացուցիչներին, այլ հենց հաշմանդամություն ունեցող անձանց եւ այդպիսի մի քանի մշտադիտարկումներ ունեցել ենք, այդ թվում տրանսպորտային միջոցները մշտադիտարկելիս եւ այդ թվում տարբեր նոր կառուցվող շենք-շինություններ մշտադիտարկելիս։ Ուզում եմ արձանագրել, որ այո, ամենացավալի փաստն այն է, որ մենք հիմա մատչելիության խնդիրների առումով խոսում ենք ոչ թե պարզապես հին շենքերի հետ կապված, այլ խոսում ենք նաև նոր կառուցվող շինությունների շենքերի հետ կապված այն պայմաններում, երբ օրինակ նախագծային փաստաթղթերում ըստ էության նախատեսված է, մատչելիության ապահովման հետ կապված համապատասխան լուծում, ընդ որում տեսանելիության առումով միգուցե տրված է, օրինակ, չգիտեմ, թեքահարթակ է կառուցված, բայց գնում ենք մշտադիտարկում ենք մեր փորձագետի մասնակցությամբ եւ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ եւ պարզվում է, որ այդ նոր շենքը կամ շինությունը չի համապատասխանում ստանդարտներին։ Կամ օրինակ մենք ձեռք ենք բերել բազմաթիվ նոր տրանսպորտային միջոցներ, որոնք ըստ էության հայտարարվում է, որ իրենք ունեն համապատասխան պայմաններ երաշխավորելու այդ թվում մատչելիությունը, բայց երբ մենք մշտադիտարկել ենք, պարզել ենք, որ այո, տեխնիկական հնարավորությունը միգուցե ավտոբուսը ունի, բայց այդ հանրային տրանսպորտի միջոցը չի օգտագործում այդ տեխնիկական միջոցները եւ արդյունքում ըստ էության անկախ դրանից ունի թե չունի տեխնիկական հնարավորությունը, ըստ էության միևնույնն է այն մնում է ոչ մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ես այստեղ շատ կարևորում եմ առաջին հերթին նախ տեսչական մարմինների գործունեությունը նաև, որովհետև կարծում եմ, որ 1-2 դեպքով սրա կարևորությունը ցույց տալու արդյունքում որոշակի առումով հնարավոր է ունենալ նաև կանխարգելիչ արդյունք, այսինքն այս փուլում կարծում եմ բոլորի համար այն տպավորությունն է, որ դե ուղղակի ինչ որ մի կերպ մի հատ թեքահարթակ ենք կառուցել, դա նշանակում է, որ մենք մատչելիությունը ապահովել ենք, բայց մարդկանց ընկալումը պետությունը պետք է կարողանա փոխել, այդ թվում օգտագործելով իր տեսչական մարմինների հնարավորությունները։ Ես ընդ որում սրա մասին այնպես չի, որ միայն հիմա ազգային ժողովի ամբիոնից եմ խոսում, սրա մասին բազմիցս եմ խոսել նաև տարբեր խորհրդակցությունների ժամանակահատվածում, տարբեր մարմինների ներգրավմամբ եւ շատ կարեւորում եմ իրականում, որպեսզի մենք նաև առաջնահերթ ուշադրություն դարձնենք ու պետական բյուջեից անընդհատ միջոցներ հատկացնենք մատչելիության ապահովման խնդրին։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Տիկին Մանասյան, մատչելիության մոնիթորինգ նույնիսկ չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ վարչապետն է իրականացնում։ Այսինքն երբ այցեր է իրականացնում սուբվենցիոն ծրագրերով կառուցված դպրոց, մանկապարտեզ,
այդ հարցին ուշադրություն է դարձնում, բայց նույնիսկ դա չի օգնում։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպես դասականներ ասում, լավ, մենք ինչ անենք, հիմա զինված խումբ կազմենք, ինչ կարելի է անել։ Ասականը չէ, կլասիկ ներողություն, ինչ կարելի է անել, որպեսզի մեր ունեցած, այսինքն փորձը ցույց է տալիս, որ մեր ունեցած կառուցակարգերը, մեր ունեցած ինստիտուտները չեն օգնում։ Արդյոք նոր ինստիտուտների, նոր մարմինների կամ նոր գուցե դատական գործերի կարիք կա։ Ինչ եք կարծում։ Այստեղ ուղղակի նաև բարձրաձայն եւ հանրային ուզում եմ քննարկենք, որպեսզի բոլորին հասանելի լինի։ Տեսչական մարմիններից մեկին ես դիմում եմ ուղարկել այդ մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ, արդեն 1 ամսից ավել է պատասխան չունեմ, բայց արդյունքները ես ինքս իհարկե գիտեմ, այս ուղղակի դեպով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, դարձյալ քանի որ ժամանակը կարճ է, ես էլ շատ կարճ փորձեմ պատասխանել։ Կարծում եմ, որ եթե իրավահավասարության մարմնի մեխանիզմները Հայաստանում գործարկվեն, այս փուլում նախագծային փաթեթով համենայն դեպս նախատեսված է, որ այդ գործառույթը պետք է իրականացնի մարդու իրավունքների պաշտպանը, բայց անկախ նրանից թե ով է իրականացնում այդ գործառույթը, սա շատ կարևոր գործիք կարող է լինել բոլոր հիմքերով խտրականության դեմ պայքարի համար, իհարկե նաև մարմնին հատկացնելով բավարար ռեսուրսներ, հնարավորություններ այդ գործառույթը իրականացնելու համար, միանշանակ մի անգամ էլ կարևորում եմ տեսչական մարմինների գործունեությունը ու նաև կարևորում եմ հենց պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից դրան ուշադրություն դարձնելը, որովհետև օրինակ մենք Գյումրիի ընտրությունների ժամանակ գնացել էինք մշտադիտարկելու տեղամասերը եւ ըստ էության կայքից էինք վերցրել այն տեղամասերը, որոնք պետք է մատչելի լինեն, պաշտոնական տեղեկատվությունը, բայց արդյունքում երբ որ մուտք գործեցինք, պարզվեց, որ իրականում անհնար է այդտեղ մատչելիություն ապահովել, որովհետև այնպես է ընդհանուր առմամբ ամբողջ կոմունիկացիան ինֆրաստրուկտուրան կառուցված, որ միանշանակ հնարավոր չի լինելու քվեարկության ընթացքում մատչելիությունը երաշխավորել։ Շնորհակալություն։ Կարնիկ Դանիելյան։ Շնորհակալություն, Տիկին Մանասյան, ճիշտ չհամարել եւ դատապարտելը տարբեր բաներ են եւ լավ կլներ, որ համարձակ գնահատականներ տայիք եւ չվախենայիք, ասեիք այն ամեն ինչը, ինչ որ տարբեր թեմաներով, այդ թվում իմ բարձրաձայնած հարցերի, որը որ ձեր կողմից ուրեմն հետեւյալ արձագանքին արժանացել, ես ուզում եմ մեջ բերել ձեր խոսքերը, սույն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլև իրականացրած մնացյալ քայլերի համատեքստում առերևույթ կարող է պարունակել նաև քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ։ Ուզում եմ օգտվելով առիթից մի հատ ձեզ հարցնել, էլի, երբ դատապարտվեմ, այդ քրեական գործերը երբ պիտի հարուցվեն, կամ դուք արդյոք ճիշտ համարում եք, որ քաղաքական գործիչը, որը որ պարբերաբար ահազանգում է տարբեր խնդիրների, այդ թվում քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի, ես ուրախ եմ, որ այսօր դուք արձանագրեցիք, որ դեղորայքի խնդիր կա, արձանագրեցիք բուժօգնության ուրեմն խնդիր կա ծառայությունների, որոնք որ բացարձակապես նորմալ չեն աշխատում։ Եվ այսօր նաև ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանն էր դրա մասին ասում։ Այնինչ ես այստեղից երևի տասնյակ անգամներ ասել եմ ինչա տիրում եւ ուրեմն ասեմ որ արդարադատության նախարարը 2 շաբաթ առաջ երբ որ հարց ուղղեցի ասեց նման խնդիր գոյություն չունի եւ նաեւ ձեր փաստերը կարող եք փոխանցել արդարադատության նախարարին ես էլ ուրեմն իմ դիմումները իմ նամակներն էլ կփոխանցեմ արդարադատության նախարարին եւ ոչ թե մտահոգից է, այլ չգիտեմ ինչա կատարվում քանի որ ժամանակս չի ներում խնդրում եմ այդ հարցին պատասխանեք Եվ նաև իմ ելույթի ժամանակ ես այն հարցերը, որը պլանավորել եմ, մանրամասն կխոսամ այն խնդիրներից, այն խնդիրներից, որ առկա են այս ոլորտում։ Շնորհակալ եմ անչափ պարոն Դանիելյան, երևի թե մի քանի դիտանկյունից ձեր խոսքին անդրադառնամ եւ նաև ձեր հարցադրումներին։ Առաջին հերթին նշեմ, որ դուք քաղաքական գործիչ լինելուց զատ առաջին հերթին տղամարդ եք եւ չեմ կարծում, որ այս թեման, այս ձևաչափով շահարկելու այդքան մեծ կարիք կա այն պայմաններում, որ թե իմ աշխատակազմից յուրաքանչյուրի հետ կարող եք կապի մեջ լինել եւ թեմայի վերաբերյալ բոլոր հնարավոր խնդրահարույց կետերը քննարկման առարկա դարձնել, որովհետեւ նորից եմ կրկնում, ես եւ նաեւ իմ հանձնարարությամբ իմ աշխատակազմը շատ համագործակցային ենք բոլորի հետ։ Երկրորդը, ես իրականում
այսպես ասեմ, ձեր մեջ բերած խոսքից չհասկացա, թե երբ եմ այդ խոսքը հնչեցրել, որովհետև իրականում հնչեցրիք խոսք, որը մեր աշխատակազմի կողմից էր ըստ էության պես հաղորդագրություն ներկայացվել, ավելին նշեմ, ես ընդհանրապես անձանց մասին չեմ խոսում իրենց բացակայությամբ։ Մի քանի անգամ ես սրա մասին նաև հատուկ հրապարակային եմ ասել։ Ավելին ասեմ, եթե կարիք է լինում անձանց մասին խոսելու իրենց բացակայությամբ, ես դա անում եմ բացառապես մի դեպքում, հիացմունքով եմ խոսում, այլ տարբերակով չեմ խոսում։ Մյուս դեպքերում ես խոսում եմ երևույթների մասին։ Ձեր վերաբերյալ ես չեմ խոսել եւ շատ լավ է, որ հենց դեմարտեմ հանդիպման շրջանակներում հնարավորություն տվեցիք այս հարցի վերաբերյալ խոսելու։ Ձեր կողմից ներկայացված հաղորդագրությունը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ներկայացված հաղորդագրություն է, որովհետև մենք մշտապես տարբերակում ենք այն հաղորդագրությունները, որը պաշտպանի անունից են ներկայացվում, եւ այն հաղորդագրությունները, որը պաշտպանի աշխատակազմն է ներկայացնում, բայց չեմ կարծում, որ գեղեցիկ է, որ հիմա մենք այստեղ սկսենք ինչ-որ հարցեր քննարկել, որովհետև ես քաղաքական գործիչ չեմ եւ նորից եմ նշում, ես շատ համագործակցային եմ։ Հանգիստ կարող եք հենց հիմա նաեւ նիստից հետո էլ ինձ հետ բոլոր հարցերը քննարկման առարկա դարձնել։ Քանի որ բարձրացրեցիք մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առերևույթ միջամտության հետ կապված հարցի քրեական պատասխանատվության ենթակա լինել չլինելու հետ կապված հարցը, այստեղ կուզենամ շատ գործընկերային, առանց որևէ մեկին մեղադրելու, որովհետև այնպես չի, որ դուք միակ падգամավորն եք կամ միականային գործիչն եք, որ շատ դեպքերում չի պատկերացնում, թե ինչ տրամաբանությամբ են գործում, այդ թվում քրեաիրավական պատասխանատվության միջոցները, շատ դեպքերում մենք ինքներս ենք ստիպված լինում բոլոր մանրամասները հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել։ Ըստ էության գաղափարը հետևյալն է. կա կոմունիկացիայի ձև, որը եթե անկախ մարմինների հետ վարում ես, որը ընդ որում դուք մեզ հետ վարել եք, բայց մենք չենք ուզում դրա վերաբերյալ հրապարակային խոսել, դարձյալ մարդկային էթիկական ստանդարտներ նկատի ունենալով։ Դրանք խնդրահարույց են։ Մենք կարող ենք նիստից հետո ձեզ հետ դա քննարկման առարկա դարձնել։ Կարծում եմ իմ համարձակության եւ վախենալ չվախենալու հետ կապված հարցին պատասխան տվել են այն բոլոր գնահատումները, որոնք անցել եմ, ընդ որում պրոֆեսիոնալ գնահատումներ, ոչ միայն Հայաստանում, նաեւ տարբեր միջազգային աշխատանքների ներգրավվելիս, որոնք ենթադրել են անկախության եւ տարբեր այլ չափանիշների ներկայացում, հետեւաբար ես չեմ հարկ համարում այստեղ ինչ-որ բան ապացուցել կամ գնահատողական հանգամանքների անդրադարձ կատարել, այդ գնահատումները իմ համար շատ կարևոր են եւ ես ցանկացած ռեկոմենդացիա, որը պրոֆեսիոնալ է, ես դրանք հաշվի եմ առնում։ Հաջորդը խոսում էիք դեղերի եւ այլնի հետ կապված խնդիրներին, ես այսօր չէ որ այստեղ խոսում եմ, ես իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում, որոնք վերաբերել են ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությանը եւ սպասարկմանը, ես դրանց վերաբերյալ բազմիցս խոսել եմ։ Ավելին ասեմ, ոչ միայն խոսել եմ, դրանք թե նախորդ տարի, թե այս տարի իմ տարեկան հաղորդման տարեկան զեկույցի շրջանակներում ներառված են եղել, շատ ուրախ կլինեմ, եթե դրանք ուսումնասիրելուց հետո ձեր կողմից էլ հնարավորություն ունենանք քննարկելու եւ կներեք պարոն Ռուբինյան, ընդհանրապես մի բան ասեմ, ես կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ այն ոլորտը չէ, որտեղ մենք պետք է մրցենք, թե ով առաջինը ասեց, ով ավելի շատ ասեց, ով վերջինը ասեց, սա այն ոլորտն է, որտեղ մենք բոլորս պետք է համագործակցենք եւ ես իմ կողմից, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անում եմ համագործակցության առաջարկ եւ հանձնառություն այս ոլորտում արկա խնդիրները լուծելու համար, որովհետեւ ոլորտի խնդիրների մի մասը նաեւ օրենսդրական փոփոխություններին են վերաբերում։ Նախորդ տարվանից ես ներկայացրել եմ, բայց հաստատ դուք այն падգամավորներից չեք եղել, որոնք ինձ մոտեցել են այդ խնդիրները լուծելու համագործակցության առաջարկով, այնպես որ առաջարկում եմ, որպեսզի համատեղ ուժերով լուծենք այդ խնդիրները։ Շնորհակալ։ Նախ պետք չի հիշացնել ինձ, ես էլ կարամ ձեզ հիշացնեմ, որ դուք կին եք, այսինքն այդ ինչ ասելու բան է, տղամարդ եք։ Երկրորդն էլ մտահոգվում ենք, մտահոգիչ է, ես չգիտեմ, դա օրինակ կարա իրան թույլ տանի մարդը, որը որ պետական պաշտոն չի զբաղեցնում, իր համար միտեղ նստած մտահոգվում է երկրի վիճակով եւ այլ։ Դուք ոչ թե պետք է մտահոգություններ հնչեցնեք, այլ կոնկրետ գնահատական տակ կոնկրետ օղակների տարվող աշխատանքներին ու դուք որ ուզում եք ցույց տաք, որ ինձնից գիտելիքներով ավելի շատ գիտելիքներ ունեք, ես նենց չի որ հավակնում եմ այդ ասպարեզում առաջինը լինելու կամ ես չգիտեմ, ես համոզված եմ, որ դուք ինձնից ավելի շատ գիտելիքներ ունեք, ձեր մասնագիտությունն է բնականաբար այդտեղ ձեզ հետ մրցելու բաներ չունեմ, խնդիրներ չունեմ։ Ես ընդհանրապես այն մեր հայրենակիցները, որոնք որ ինձ տարբեր հարցերով դիմում են,
տարբեր հարց, ես իմ ելույթում դա կներկայացնեմ, ես պարտավոր եմ այդ հարցերի հետևից գնալու, եւ եթե դուք էլ հրապարակային անդրադառնում եք իմ անձին, որը որ ես նշեցի, սա հրապարակային հայտարարություն է, եւ ես հրապարակային ուզում եմ ձեզ այդ պատասխանը ակնկալել, այստեղ ինչ որ խնդիր ինչու՞մն է չեմ հասկանում, կարող եք ինձ ասել, ես չհասկացա տենց էլ, թե քիչ պատասխանեցիք այդ հարցին, դուք հրապարակային հայտարարություն եք արել, սպառնացել եք ինձ քրեական գործով։ Ես էլ ուզում ձեզից հարցնել, որն է, թե դուք տեղյակ չեք։ Պարոն Դանիելյան, ավարտեք։ Պարոն Դանիելյան ջան, ձեր տղամարդ ընկերներն էլ ինձ են հրապարակային սպառնացել տարբեր բաներով, ոչ միայն քրեական գործերով եւ այլն։ Ես դրա մասին չեմ խոսում հրապարակային։ Հիմա նորից եմ ասում, ես էթիկական ու վեհ ստանդարտների պահպանման կոչ եմ անում։ Դուք նորից շարունակում եք, հարգելիներս։ Ես ձեր անձին երբևէ չեմ անդրադարձել, ձեր բացակայությամբ չեմ էլ անդրադառնալու, որևէ այլ անձի չեմ անդրադարձել, անդրադարձը իմ անունից չի եղել, բայց քանի որ իմ կոչը ըստ էության չպահպանեցիք, ես հարկ չեմ համարում պատասխանել մնացած հարցերին, միայն մի բան կասեմ։ Հիմա առանձին մենք կհանդիպենք եւ ես ձեզ մի քանի հարցի վերաբերյալ մի փոքր այսպես ասած ձեզ հետ քննարկում կունենանք, որովհետեւ ես չեմ կարծում, որ դա այնպիսի հարցեր են, որոնք հանրային քննարկման առարկա պիտի լինեն, նորից եմ ասում, մարդկային եւ էթիկական ստանդարտների տեսանկյունից, ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի գործիքակազմերին։ Հիմա այստեղ այնպես եք խոսում, որ պաշտոնատար անձ որպես այս չպետք է անեք, այն չպետք է անեք, կարծես տպավորությունն է, որ այդ ոլորտում դոկտորական ատենախոսություն եք պաշտպանել եւ հստակ գիտեք այն մեթոդները, որով պիտի մի բա աշխատի, դա այդպես չի։ Մարիամ Պողոսյան։ Շնորհակալություն։ Տիկին Մանասյան, շնորհակալություն կատարած աշխատանքի համար, ինչպես նաև զեկույցը ներկայացնելու համար։ Ձեր զեկույցում անդրադարձել եք նաև երեխաների հանդեպ բռնություններին, որոնք շատ հաճախ տեղի են ունենում հենց ընտանիքներում, եւ բռնությունը ինքնին սարսափելի բան է, բայց երբ հատկապես երեխաները ինչով են խոցելի, որ իրենք չեն կարողանում իրենց պաշտպանել, ինչպես նաև չգիտեն ում դիմեն, նաև շատ դեպքեր կան, երբ իրենք ուղղակի չեն հասկանում, որ բռնության են ենթարկվում։ Դրա համար ուզում եմ այս հարցին անդրադառնանք, դուք նաև առաջարկներ եք ներկայացրել, բայց ես ուզում եմ ավելի գործուն հատ նաև տեսնենք գերատեսչությունների հետ տարբեր աշխատանքները։ Օրինակ մարզերում մեծ խնդիր է իրենից ներկայացնում, քանի որ բոլորը բոլորին ճանաչում են, շատ դեպքերում տեղյակ են, որ բռնություն է տվյալ ընտանիքում կիրառվում երեխաների հանդեպ, բայց լռում են եւ նաև ոստիկանների հետ աշխատանքը ինչ է կարծում, ամեն դեպքում այդտեղ մենք ունենք աշխատանք եւ ինչպես եք պատկերացնում նաև գերատեսչությունների հետ հավելյալ էլ ավելի պրոֆեսիոնալ աշխատանքը իրականացնելու, նաև մոռացա նշեմ, որ դեպքերը 24 թվականին աճել էին, ես կարծում եմ, որ ոչ թե դեպքերն էին աճել, այլ իրականում բացահայտումները, ինչը կարծում եմ դրական տեսանկյունից կարող ենք նայել եւ ես հույս եմ հայտնում, որ բացի այն, որ դեպքերը կնվազեն, նաև բացահայտումները կլինեն ավելի շատ, այսինքն դեպքերի աճը մենակ հիմնված կլինի նրա վրա, որ ուղղակի բացահայտումներն են շատացել։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը եւ քայլերը նաեւ ինչը որ հասնում է մեզնից որպես օրենսդիր մարմին, ինչ եք ակնկալում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ անչափ։ Իրականում երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման հետ կապված երևի թե ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ հատուկ համապատասխան հաստատություններում, ներողություն, մասնավորապես ուսումնական հաստատություններում, խնամքի հաստատություններում եւ այլն, անձնակազմը լիակատար տեղեկացվածություն ունենա, ընդհանրապես բռնության տեսակների մասին, ունենա բռնությունը ճանաչելու հմտություններ եւ կարողանա պատշաճ արձագանքել դրան։ Դուք ինքներդ էլ նշեցիք, որ հատկապես մարզերում, բայց ոչ միայն մարզերում մեր մշտադիտարկումները ցույց են տալիս նաև, որ հենց Երևան քաղաքում մենք բազմաթիվ դեպքերի հետ ենք առնչվում, երբ համապատասխան անձնակազմը ընդհանրապես չի տիրապետում որևէ մեթոդաբանության, նախ բռնության տեսակները ճանաչելու առումով, որովհետև եթե խոսում ենք բռնության մասին, առաջին հերթին ֆիզիկական բռնությունն են այսպես ճանաչում, բայց օրինակ բռնության մյուս տեսակները կամ օրինակ սեռական բռնության պարագայում ընդհանրապես ինչն է սեռական բռնություն, ինչն է սեռական ոտնձգություն եւ
եւ այլն, ընդհանրապես պատշաճ չեն պատկերացումները, որովհետեւ եղել են դեպքեր, երբ օրինակ հարց ենք բարձրաձայնում տարբեր, գաղափարային է, որ մի հատ հպում է եղել եւ այլն, մինչդեռ սա իրականում բռնության տեսանկյունից էլ խնդրահարույց է, հետեւաբար առաջին բանը, որ պետք է արվի, իրավասու գերատեսչությունների հետ անընդհատ աշխատելն է եւ նրանց ստիպելն է, որպիսի այս հարցերի վերաբերյալ թե վերապատրաստումներ անընդհատ լինեն, թե հսկողական մեխանիզմները բավարար լինեն, որպիսի մենք վստահ լինենք, որ այս դեպքերով ունենք պատշաճ արձագանքում։ Իհարկե, շատ կարևոր են նաեւ հանրային իրազեկման աշխատանքները, այդ թվում, որովհետեւ նաեւ կարևոր է հանրությանը տեղեկացնել այս խնդիրների մասին։ Ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի կրթական ծրագրերում եւ դասընթացների բովանդակության մեջ ներառված լինի տեղեկատվություն, պատշաճ տեղեկատվություն ընդհանրապես բռնության տեսակների մասին, որովհետեւ բռնության բոլոր տեսակները դրան գումարած նաեւ առանձնահատուկ հատկապես նաև այդ թվում երեխաների բարեկայում կարևոր է սեռական բռնությունը ճանաչելը, շատ մեծ խնդիր է մեր հանրային ընկալման տեսանկյունից։ Երկրորդ խնդիրը ընտանիքում բռնության ենթարկվելն է, որը մի փոքր ավելի առանձնահատուկ ոլորտ է, եւ ընտանիքում բռնության ենթարկված մարդկանց մեծամասնությունը ըստ էության հատկապես մարզերում չի էլ հասկանում, որ ինքը բռնության է ենթարկվել կամ չի էլ հասկանում, որ դա բացասական երևույթ է, որի վերաբերյալ պետք է խոսել։ Այստեղ գումարվում է համապատասխան հաստատությունների հմտությունների բացակայությունը, օրինակ, երբ այնպիսի իրավիճակների առջև ենք կանգնում, որ լինում են դեպքեր, երբ սեռական բռնության ենթարկված երեխային ասում են, որ ավելի լավ կլինի դպրոցը փոխեք, որովհետև այստեղ իրեն բոլորը ճանաչում են, մինչդեռ դպրոցը փոխելը ընդհանրապես մեթոդ չէ խնդրի դեմ պայքարելու ու մի շարք այլ հարցեր, հետեւաբար առաջնահերթ համարում եմ, որ այս քայլերը պետք է ձեռնարկվեն, բայց նաև գործերի քննությունը այս հարցերով պետք է պատշաճ լինի, որպեսզի կարողանանք արդյունքների հանգել։ Ձեր մասով կարծում եմ խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից իրավասու գերատեսչությունների նկատմամբ այդ անընդհատ ճնշումը այս խնդիրները հասցեավորելու առումով կարող է շատ կարևոր լինել։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալ եմ։ Ես հույսով եմ, որ պատկան մարմինները նաև այս հարցը պատասխանին հականջալուր կլինեն եւ հետեւողական կլինեն եւ նաև կլինի հետևանքները, սպասեցնել չեն ամեն գործի հետ կապված եւ նաև բացահայտումները կլինեն ավելի շատ եւ նվազագույնի կհասցնենք նման դեպքերը, որովհետեւ մենք նաև մեր նպատակներից է առողջ հասարակություն ունենալը, իսկ նման պայմաններում ուղղակի չեն կարող խոսել առողջ հասարակության մասին։ Թերևս այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, ես էլ ուղղակի շատ կարճ ասեմ, որ միայն այստեղ չէ, որ ես այս հարցը բարձրացնում եմ, ես ամենօրյա ռեժիմով գրեթե բոլոր իրավասու մարմինների հետ հաղորդակցություն եմ վարում, թե բանավոր, թե գրավոր, նաև այս խնդիրները արձանագրված են այն բոլոր տեքստերում, որը հրապարակային է եւ բոլորը սրանց ծանոթացած են, կարծում եմ։ Լիլիթ Մինասյան։ Շնորհակալություն, շնորհակալ եմ Տիկին Մանասյան կատարված աշխատանքի եւ զեկույցի համար, զեկույցում բավականին լայն ուսումնասիրություններ կատարված, հատկապես այն դիմում բողոքների մասով, որը եկել է ձեզ ըստ մարմինների եւ ըստ կազմակերպությունների։ Իհարկե մեծ տոկոսը կազմում էր այլ մարմիններ եւ կազմակերպություններ 4087 բողոք, խնդրեմ մի փոքր բացեք, ես 4087-ը կոնկրետ մեծամասամբ որ մարմին է վերաբերում, բայց ամենաշատը դրանից հետո գալիս է ներքին գործերի նախարարություն 1887 բողոք, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 1256, Պաշտպանության նախարարություն 683 եւ տենց նվազման միտում ունի։ Ինձ հետաքրքիր է ներքին գործերի նախարարության բողոքների որակական մասը, ինչ տեսակի բողոքներ են իրականում, հետո տեսել եմ վերլուծության մեջ իհարկե կա ինչպիսի կարգապահական տուժերի կամ խիստ պատիժների ենթարկվել ներքին գործերի նախարարության աշխատակիցները, բայց հիմնական բողոքը, որպես առաջնային օղակ քաղաքացու հետ շփման մեջ ներքին գործերի նախարարության որ ստորաբաժանումն է եւ ինչ տիպի բողոքների որակ կա այդ մասով։ Երկրորդ հարցս վերաբերվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց եւ այս վերջի շրջանում շատ հաճախ է խոսվում, որ կա համակարգված ատելության խոսք ընդդեմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ, արդյոք դուք ձեր ուսումնասիրություններում տեսել եք նման համակարգված մոտեցում, որտեղ կա անհատներ կամ քաղաքացիներ, որոնք իհարկե դատապարտելի են նրանց հանրային խոսքը, եթե ատելության խոսք է պարունակում, բայց ձեր վերլուծությունները ուր են տարել համակարգված ատելության խոսքի ուղղությամբ։ Եվ երրորդը տեսել եմ, որ բազմաթիվ այցեր եք եւ հանկարծակի այցեր եք իրականացրել զինվորական ծառայության չաստեր, այսպես ասած, եւ ինչպիսի
խնդիրների մեծամասամբ ինչպիսի խնդիրների եք բախվել, ավելի շատ ինձ հետաքրքիր է ոչ կանոնադրական հարաբերությունների մասով, արդյոք ունեք տեղեկատվություն, ինչ տեղեկատվություն կարող եք մեզ փոխանցել, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ Տիկին Մինասյան, իսկ իրականում ինձ համար հիմա բարդ է լինելու այս բոլոր հարցերին 3 րոպեի շրջանակներում պատասխանելը, որովհետև բոլոր հարցերը շատ մեծ այսպես ու ծավալուն ոլորտներ են ներկայացնում, հետևաբար փորձեմ շատ հակիրճ, բայց թիրախային պատասխաններով հանդես գալ։ Այո, նշեցիք, որ ներքին գործերի նախարարության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, պաշտպանության նախարարության հետ կապված բավականին մեծ թվով բողոքներ ունենք, սրանք պայմանավորված են նաեւ կոնկրետ ժամանակահատվածներով, որովհետև օրինակ, եթե խոսքը ներքին գործերի նախարարության մասին է, հիմնականում հավաքների ազատության իրավունքի իրացման ժամանակահատվածում կամ օրինակ ձերբակալվածներին պահելու վայրերում վերաբերմունքի եւ այլնի հետ կապված տարատեսակ հարցերի հետ կապված բողոքներ ենք ստանում։ Դրանք գումարած նաեւ տարատեսակ բողոքներ, երբ անձի նկատմամբ օրինակ վարչական պատասխանատվության միջոցներ են կիրառվում, որոնք վերաբերելի են ներքին գործերի նախարարության համակարգին իրենց կողմից եւ շատ դեպքերում մեզ են դիմում բողոքարկելով նշված ակտերը։ Մենք ըստ էության բացատրում ենք, որ բողոքարկման ընթացակարգ չենք այս ոլորտի հետ կապված, բայց լիքը դեպքերում մեր միջամտությամբ խնդիրները լուծվել են։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կապված կենսաթոշակների հարցեր, խնամքի հաստատություններ եւ այլն գրեթե այս բոլոր ոլորտների հետ կապված բողոքներ ստանում ենք։ Պաշտպանության նախարարության առումով տարատեսակ են բողոքները, հիմնականում մեծ թիվ են կազմում զորակոչի ժամանակահատվածում փորձաքննությունների հետ կապված բողոքները շատ մեծ թիվ են կազմում, բայց նաև պարբերաբար բողոքներ ենք ստանում բժշկական օգնության եւ սպասարկման հարցերի հետ կապված, պիտի անկեղծ լինեմ եւ նշեմ, որ նաև անանուն թեժգծի նահազանգեր ենք ստանում վատ վերաբերմունքի դեպքերի հետ կապված եւ բնականաբար այս բոլոր հարցերի առումով հետեւական ենք լինում դրանց լուծումներ գտնելու առումով։ Նշեցիք, այո, ես իրոք բավականին հաճախ եմ այցելում տարբեր վայրեր, հաստատություններ, այդ թվում զորամասեր եմ բավականին հաճախ այցելում եւ ինքս էլ այստեղ խոսք գնաց ըստ էության կյանքի իրավունքի պաշտպանության խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մասին զինված ուժերում, պիտի նշեմ, որ դրանց մեծ մասի պատճառները շատ դեպքերում նաև հենց այդ ոչ կանոնադրային հարաբերություններն են, որոնք կարծում եմ որոշակի առումով հնարավոր եղել է հաղթահարել, այսինքն ժամանակի ընթացքում ոլորտը կատարելագործվել է, բայց միանշանակ է, որ ոլորտում խնդիրները լուծված չեն, ավելին ասեմ, այն մեխանիզմները, որ ներդրվել են, օրինակ սպա հոգեբանի ինստիտուտ եւ այլն, թեև իրոք շատ լավ է, այսինքն սա կարևոր ներդրում է այս process-ում համակարգը զարգացնելու առումով, բայց հիմա էլ բավականին շատ են խնդիրները ոլորտում, օրինակ մասնագետները շատ դեպքերում բավարար գիտելիքներ չունեն, ոլորտում ներգրավելու թեև հիանալի մարդիկ են եւ այլն եւ այլն։ Եվ քանի որ շատ քիչ ժամանակ ինձ մնաց հարցին պատասխանելու, վերջին հատվածին անդրադառնամ, նշեցիք արցախցիների նկատմամբ ատելության խոսքի մասին, այս հարցին ես ինքս անդրադարձել եմ, խոսելով ատելության խոսքի իհարկե բոլոր տեսակների մասին, նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ ատելության խոսքի մասին, ես համարում եմ, որ այո, կա ատելության խոսք, բայց այդ ատելության խոսքը ոչ միայն այս խմբի նկատմամբ է, ատելության խոսքը Հայաստանում բոլոր խմբերի նկատմամբ է։ Օրինակ կան падգամավորներ, որոնք կրոնական ազատությունների հիմքով անընդհատ ատելության խոսք են տարածում, նորից սա շատ գործընկերային ասեմ, չպատկերացնելով, որ իրականում խոսքը ատելության խոսքի մասին է, որովհետև կան խոսքի տեսակներ, որոնք այո, մեր հանրությունը չի պատկերացնում, որ խտրական խոսք է իր էությամբ ըստ էության եւ ատելության խոսքի դրսևորում է կամ էթնիկ պատկանելության հիմքով։ Համակարգվածության մասին բնականաբար տեղեկատվություն չեմ կարող հիմա կամ եզրահանգում չեմ կարող անել տեղեկատվություն ներկայացնել, որովհետև առնվազն պետք է համակարգման տարբերակները գտնել, բայց այն որ կա այդ խոսքը, սրա մասին միանշանակ խոսում եմ եւ այն որ դրա դեմ պետք է պայքարել, վստահաբար ասում եմ։ Արձագանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես մի փոքր արձագանք եմ հերթով ոլորտներին, խոսքս ներքին գործերի նախարարության ոլորտային ստորաբաժանումի մասին էր, որից էր ավելի շատ բողոքները, որտեղ ես կարծում եմ այն համակարգը, որ օրինակ զրույց է ներդրվել, օրինակ Պարեկային ինստիտուտը, Պարեկների ինստիտուտը, ես կարծում եմ, որ այնտեղից բողոքները շատ ավելի քիչ պետք է լինեն, քան օրինակ ստորաբաժանումները, որոնք որ բարեփոխումների ընթացքը մի քիչ ավելի դանդաղ են տեղի ունենում, բայց ամենայն դեպս կընկալեմ ձեզնից բարեկայինների հետ կապված բողոքների քանակ ասեք կամ ծավալ ասեք տոկոսային հարաբերությամբ արդյոք մեծ են թե ոչ։ Թվեր չեմ ուզում, զուտ մեծ են թե ոչ։ Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի հետ կապված իհարկե կա, իմ խնդիրը այն էր, որ անընդհատ մեղադրվում է, որ կա համակարգված
ես զուտ հրապարակումների վերլուծությունների արդյունքների ակնկալում, բայց եթե չունեք այդպիսի վերլուծություն, խնդիր չկա։ Եվ երրորդ մասը կխնդրեմ զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիներին տեղեկատվություն տալ այս ամբիոնից, ինչպես դիմել ձեզ կամ ինչպես դիմել այն դեպքերում, երբ կա կանոնադրական հարաբերությունների խախտումներ, իհարկե ընթացակարգերը ներքին ինստիտուտներով կան, բայց նաև անանուն մնալու պարագայում շատ հնարավոր է ձեզ դիմումները ավելի շատ լինեն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ անչափ Տիկին Մինասյան, ըստ էության զինծառայողներին տեղեկատվությունից սկսեմ, կարծում եմ բավականին տեղեկացված են մեր մասին, որովհետև նաև անձամբ ենք այցելում զորամասեր, բայց մի անգամ էլ տամ տեղեկատվությունը, մեր թեժգծի հեռախոսահամարն է 116 ու նորից նշեմ, որ ինչպես նշեցիք, անանուն են շատ դեպքերում, եթե խոսքը վատ վերաբերմունքի դեպքերի մասին է, հիմնականում զինծառայողներից ստանում ենք անանուն տարբերակով բողոքները կամ նրանց հարազատներից եւ շատ լավ է նաև որ նրանք դիտարկում են մեզ որպես այդպիսի մեխանիզմ, անդրադառնալով ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների հետ կապված հարցին նշեմ, որ վիճակագրություն ըստ էության մենք չենք վարում ստորաբաժանումների մասով, հա, թե որ ստորաբաժանումներից են ավելի շատ բողոքները, բայց ըստ էության կուզենամ արձանագրել, որ շատ մեծ թիվ են կազմում բողոքները, հատկապես հավաքների ժամանակահատվածում ուժ կիրառելիս, այսինքն ակնհայտ է, որ անհամաչափ ուժի կիրառման եւ այլնի հետ կապված հարցերն են բավականին շատ բարձրացվում, երկրորդը, երբ անձինք ԶՊՎ-ում են գտնվում այդ ժամանակահատվածի առնչությամբ, այսպես ասեմ, հա, նույնիսկ եթե որևէ բան տեղի չի ունեցել, գրեթե բոլոր դեպքերում մեզ ուղղակի զանգահարում են։ Տեղյակ եմ պահում, որ օրինակ այստեղ են, եթե կարիք է լինում, իհարկե արագ արձագանքման այցեր անում ենք, բայց շատ են մեծ զանգերը ԶՊՎ-ներից տարբեր հարցերի հետ կապված։ Ինչ վերաբերում է ատելության խոսքի հետ կապված հարցերին, ըստ էության տարբեր մեխանիզմներ կան ատելության խոսքի համակարգվածությունը գնահատելու, եւ այստեղ կուզենամ հատուկ արձանագրել, որ հատկապես կարեւոր է, որպեսզի հանրային գործունեություն իրականացնող անձինք ընդհանրապես չտարածեն խտրական խոսքի որևէ տեսակներ, որովհետև համակարգված է դառնում խտրական խոսքը այն դեպքում, երբ որ հատկապես հանրային գործունեություն իրականացնող անձինք են դա տարածում եւ հատկապես երբ որ օրինակ զանգվածային լրատվության միջոցներն են տարածում եւ այս առումով միանշանակ բոլոր խտրական խոսքերի տեսանկյունից շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք բացառել հանրային գործունեություն իրականացնող անձանց կողմից խտրական խոսքի տարածումը, մեկ էլ մի բան հիմա այստեղից արձանագրեմ հատուկ, որովհետև մարդիկ դարձյալ շատ դեպքերում չեն պատկերացնում, որ դա խտրական խոսքի տեսակ է, նաև հանրության համար կարևոր տեղեկատվություն կլինի։ Օրինակ, երբ մենք թուրքը օգտագործում ենք որպես վիրավորանք, կամ եզդին, կամ քուրդը, կամ ցանկացած այլ էթնիկ պատկանելություն, սա անմիջապես բացի մեզանից դիտարկում են նաև միջազգային մարմինները եւ օրինակ Եվրոպայի խորհրդի ռասիզմի դեմ կոմիտեն հատուկ արձանագրել է, որ Հայաստանում կա այս հիմքով էթնիկ պատկանելության հիմքով հստակ ատելության խոսք, կամ երբ օրինակ կրոնական ազատությունների հիմքով այնպիսի խոսք են օգտագործում, որը մի համոզմունքի մյուսի նկատմամբ գերակայության այսպես տպավորություն է ստեղծում եւ այլն, սա էլ խտրական խոսքի տեսակ է, կամ երբ օրինակ անձի ծննդավայրի հիմքով, հա, օրինակ, հա, արցախցիների նկատմամբ տարածում են խոսք, որը իր բնույթով խտրական է, ինքը այո, ատելության խոսքի դրսևորում է, հետևաբար նորից կոչ եմ անում բոլորիս, որովհետև այս ատելության խոսքի տեսակները բոլորիս են վերաբերելի։ Հիմա այսպես ասեմ, հա, որ շարքը նայեմ, հաստատ որևէ շարքից ատելության խոսքի մի տեսակ հնչեցնող գոնե եթե այսպես ասեմ, հա, չգտնեմ էլ շատ մարդիկ, հաստատ կլինի օրինակ մեկը, ով ատելության խոսքի այդ տեսակը գոնե մի անգամ երբևէ հնչեցրել է, սա չի վերաբերում միայն այս լսարանի, սա վերաբերում է գրեթե բոլոր լսարաններին։ Հետևաբար կոչ եմ անում խոսքի այս տեսակներից ընդհանրապես զերծ մնալ։ Շնորհակալ եմ։ Լիլիթ Ստեփանյան։ Շնորհակալություն, Տիկին Մանասյան, շնորհակալ եմ զեկույցի, ինչպես նաև տարեկան հաղորդման համար։ Ուզում եմ նշել, որ աննախադեպ էր թե բովանդակությունը եւ թե ծավալը տարեկան զեկույցի շուրջ 1000 էջ միայն տարեկան հաղորդումը ազգային կանխարգելիչ մեխանիզմների վերաբերյալ մյուս հաղորդումը մի քիչ ավելի քիչ էր։ Ցավով նկատեցի, որ տարեցտարի խնդիրներ կան, որ լուծվել են, խնդիրներ կան, որ տարեցտարի մի հաղորդումից անցնում են մյուս հաղորդում եւ դրանց տեսակները շատանում են, բայց մյուս կողմից էլ ուրախանալի է այդ էջերի քանակը, քանի որ դրանք փաստում են ՄԻՊ-ի ավելի ինստիտուցիոնալ, ավելի ընդգրկուն, ավելի բովանդակալից աշխատանքի
մասին։ Առանձնապես ողջունում եմ Տիկին Մանասյան ձեր չնախատեսված այցերը տարբեր խնամքի կենտրոններ, որտեղ դուք արդեն կոնկրետ բուն առանց որևէ ծխածածկույթի կարողանում եք արձանագրել խնդիրները եւ նաեւ շնորհակալ եմ, որ նշում եք հստակ ոչ միայն դեպքերը որպես համակարգային խնդիր, այլ նաեւ մասնավոր դեպքերին եք առաջարկում, նաեւ առաջարկում եք լուծման բանաձևերը, ուղիները եւ այն միջոցները, որոնք կարող են որոշակի մեղմացնել այդ խնդիրները։ Մենք ունենք հասարակության մեջ կոնկրետ խմբեր, որոնց դեպքում կան որոշակի սահմանափակումներ տեղաշարժի առումով կամ խոսքի առումով եւ այլն, որոնց մասին դուք խոսեցիք, օրինակ, առողջապահական համակարգում նշեցիք, որ ձերբակալված անձանց շրջանում տեղերի անհասանելիություն կա կամ բժշկական սպասարկման ոչ պատշաճ վիճակ։ Սոցիալական ոլորտում նշել եք, որ օրինակ տարեցների խնամքի կենտրոններում ճաշի, հիգիենայի հետ կապված խնդիրներ կան, հարցս մի քիչ համակարգային է։ Տիկին Մանասյան, ձեր համագործակցությունը նախարարությունների հետ ինչպես է ընթանում, այ որ դուք նշում եք այս խնդիրները, նախարարությունները ձեզ ինչպես են արձագանքում եւ իրենք ընդունում են արդյոք, որ այդտեղ իսկապես իրենց թերացումը կա։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան, նախ աշխատանքը գնահատելու համար, նաև համագործակցության համար։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ այո, տարեցտարի խնդիրները կրկնվում են եւ սա ցույց է տալիս, որ շատ դեպքերում տասնամյակներ շարունակ խնդիրները ընդհանրապես որևէ տեսակի հասցեավորում չեն ստացել, ինչը միանշանակ խնդրահարույց է։ Ուրախալի է այն, որ կան խնդիրներ, որոնք գոնե ժամանակի ընթացքում սկսում են տեղի շարժվել եւ իրենց լուծումները ստանալ, ինչ վերաբերում է մեր չնախատեսված այցերին եւ տարբեր նախարարությունների հետ մեր համագործակցությանը, ես իրապես պետք է նշեմ եւ ազնիվ չեմ գտնվի, եթե չասեմ, որ թե գործադիր, թե օրենսդիր իշխանության մարմինների մեծ մասի հետ մեր համագործակցությունը շատ կառուցողական է, ավելին նշեմ, ես ինքս երևի թե այն մարդկանցից եմ, ով գրեթե բոլոր քննարկումների ժամանակ լրիվ հակառակ տեսակետն ունի, քան միգուցե քննարկման մասնակիցների մեծամասնությունը, բայց չեմ տեսել մի իրավիճակ, երբ օրինակ, չգիտեմ, ինչ-որ հանդիմանանքի կամ որևէ այլ բանի արժանանամ, քան այս խնդիրներին լուծումներ գտնելու տարբերակներն են։ Բայց կուզենամ նաև խնդիրների մասին խոսել, այդ թվում տարբեր գերատեսչությունների հետ աշխատանքի առումով։ Նախ նշեմ, որ եթե խոսքը նախարարությունների մասին է, մեծ մասի հետ դարձյալ համագործակցությունը պատշաճ է, մեծ մասը նախարարությունների խնդիրները ընդունում են իրականում, պարզապես տարբեր դեպքերում տարբեր պատճառաբանություններ են բերվում, օրինակ, հա, լուծումներ եւ ամբողջական լուծումներ չտալու հետ կապված, այդ պատճառաբանությունները երբեմն լինում են բյուջեի հետ կապված հարցեր, երբեմն մի շարք այլ հարցեր, որոնք շատ դեպքերում ինձ համար անկեղծ պիտի լինեմ ընդունելի չեն, որովհետև ամեն դեպքում, եթե մենք որպես պետություն ստանձնում ենք որևէ տեսակի պատասխանատվություն, պետք է ոչ թե պատճառաբանություններ բերենք, այլ հակառակը պետք է փորձենք այդ խնդիրներին լուծումներ տալ։ Մենք դեպքեր ունեցել ենք, երբ օրինակ մշտադիտարկման այցից հետո մի պահ օրինակ, հա, չնշեմ, գերատեսչություններից մեկը փորձում էր այնպիսի տպավորություն ձևավորել, որ օրինակ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, բայց մենք հետագայում ես էլ հաղորդակցվեցի մարմնի հետ եւ լուծեցինք այդ խնդիրները։ Մենք խնդիր ենք ունեցել որոշումների կատարման ու հաղորդակցության առումով տեղական ինքնակառավարման մարմիններից մեկի հետ, այս պահին այսպես շատ անհատականացված թվարկումներ չանեմ, բայց հիմնական գաղափարը հետեւյալն է։ Կարծում եմ, որ նաեւ ես իմ գործունեությամբ չեմ թողել այնպիսի տպավորություն, որ իմ նպատակը մարդկանց թիրախավորելն է կամ հաստատությունները, հակառակը մեր նպատակը խնդիրներին լուծումներ գտնելն է եւ մենք էլ ամեն կերպ աջակցում ենք այդ առումով։ Այդ տեսանկյունից նաեւ շատ կարեւորում եմ ազգային ժողովի պատգամավորների հետ համատեղ աշխատանքը, որովհետեւ դա եւս հնարավորություն է տալիս մի շարք դեպքերում լուծել տարբեր խնդիրներ, եթե ժամանակ ունենայի շատ ավելի մանրամասն նաեւ ազգային ժողովի պատգամավորների հետ աշխատանքի մասին կխոսեի, բայց կարծես թե ժամանակս ավարտվում է, շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալություն Տիկին Մանասյան, իսկապես խնդիրները շատ են եւ դա մենք ոչ միայն մեր ամենօրյա աշխատանքում զգում ենք, որ կան խնդիրներ, որոնք համակարգային լուծում են պահանջում, կան խնդիրներ, որոնք օրենքի կարգավորման հետ կամ համակարգային լուծումների հետ կապ չունեն, ընդհանրապես պետք է մարդկային որոշակի ապրումակցում կամ սրտացավություն եւ դուք բավականին մեծ տեղ եք տվել կարծրատիպերին հասարակության մեջ գործող, մասնավորապես նշում եք, որ խնդրական մոտեցումներն ու կարծրատիպերը արմատավորված են ողջ հասարակությունում, ընդգծելով նաեւ հասարակության այն շերտերը, որոնք ի պաշտոնե պետք է պարտավորված լինեն արձագանքեն բռնության ենթարկվածներին, օրինակ ոստիկանությունում հորդորում են դիմում չներկայացնել Օրինակ, երբ որ խոսքը ընտանեկան բռնության մասին է կամ ընտանիքի որևէ անդամ է բռնության ենթարկվել եւ այլն։ Տիկին Մանասյան, խոսքս հարցս հետեւյալն է, ավելի շուտ ձեր դիտարկումը։ Կան խնդիրներ, որ իսկապես օրենքի կարգավորումով պետք է լուծվեն,
պետք է լուծվեն օրենքի շրջանակներում ավելի ինստիտուցիոնալ։ Կան խնդիրներ, որոնք ցավոք օրենքը չի կարգավորում, օրինակ հարգանքը հաշմանդամների նկատմամբ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ այլն։ Ձեր դիտարկումը ինչ անենք, սպասենք սերնդափոխության։ Ես ճիշտ ասած չէի ասի, որ պետք է սպասենք սերնդափոխության, հակառակը մենք ամեն րոպե պետք է փորձենք այդ հիմնական արժեքները ցույց տալով կրթել յուրաքանչյուրիս, ես չեմ ուզում, հա, ամեն մեկս իրեն առանձնացնի, նշի, որ չգիտեմ, մենք ավելի լավ գիտենք, քան մյուսները, իրականում կրթվելու կարիք եւ հմտություններ ձեռք բերելու ունենք յուրաքանչյուրս, եւ ես կարծում եմ, որ ամեն պահի յուրաքանչյուրս պետք է փորձի ոլորտների վերաբերյալ ստանալով պատշաճ պատկերացումներ, ոլորտային գերատեսչություններ պարտավոր են իրականում գործիքակազմեր կիրառել հանրային այդ բոլոր ընկալումները փոխելու համար, թե հանրային իրազեկումների, թե կրթության, թե այլ գործիքակազմերի միջոցով, այնպես որ ես այն մարդկանցից չեմ, որ կարծում է, որ պետք է նստել եւ սպասել սերնդափոխությանը կամ ինչ որ մի պահի կամ ժամանակի գալուն։ Շնորհակալ եմ։ Ռուստամ Բաքոյան։ Շնորհակալություն։ Տիկին Մանասյան, դուք ձեր զեկույցում նաև անդրադարձել եք քրեակատարողական հիմնարկներին, որ ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներն են, որ միացել են էլեկտրոնային առողջապահության Արմեդ էլեկտրոնային առողջապահական համակարգին, քրեակատարողական բժշկական կենտրոն ՊՕԱԿ-ին միանալու ուղղությամբ որևէ միջոց ձեր կողմից ձեռնարկվել է թե ոչ, սա մեկ, եւ երկրորդ դուք ձեր զեկույցում էլի քրեակատարողական հիմնարկներին անդրադառնալուց նշել եք, որ այս հիմնարկներում չկան թմրաբաններ եւ թմրաբանների բացակայության պայմաններում մեթադոնային բուժման դեղաչափի փոփոխության հարցում որոշում են կայացնում ազատությունից զրկված անձինք, այս մասով որևէ առաջարկ կա կամ որևէ փոփոխություն իրականացվել է թե ոչ, այս երկու հարցերին պատասխանեք շարունակեմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Բաքոյան, ըստ էության քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ խոսելիս, այդ թվում Արմեդ առողջապահական համակարգին միանալու եւ այլ խնդիրների առնչությամբ մեր կարևորագույն քայլը այն է, որ գնում ենք, բացահայտում ենք խնդիրը, անմիջապես հաղորդակցում ենք իրավասու պետական մարմնին, սա բոլոր իրավիճակներում է տեղի ունենում, եւ այս խնդիրները հրապարակային տեսքով արձանագրում ենք մեր տարեկան հաղորդման շրջանակներում։ Ըստ էության նաեւ մեր հարգելի գործընկերոջ պարոն Դանիելյանի հարցին պատասխանելիս պիտի նշեի, որ իրականում մեր կողմից, հա, հիմնական գործիքակազմը այս հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու, այնպես չի, որ այստեղ գալով է, որովհետև այստեղ գալուց ես ներկայացնում եմ մեր արած աշխատանքի եւ բացահայտած տեղեկատվության ընդամենը 0.1 մի քանի տոկոսը։ Մնացած ամեն ինչը հրապարակային տեսքով, թե տարեկան հաղորդման շրջանակներում է ներկայացրած ուզեկույցի, թե նաեւ հրապարակային այլ գործունեության ու նաեւ մեր հաղորդակցության, որը հրապարակային չէ այլ պետական մարմինների հետ, այս ուղղությամբ այո միանշանակ տեղեկատվությունը փոխանցվել է եւ պահանջել ենք, որ խնդիրը լուծում ստանա, ինչ վերաբերում է թմրաբանների բացակայության հետ կապված խնդրին, կարծում եմ, որ լուծման հիմնական տարբերակը մասնագետների ներգրավումն է, այսինքն փաստացի պիտի լինեն մասնագետներ, ովքեր կարողանան այս խնդրի հետ կապված առաջարկեն լուծում, այսինքն թմրաբանների ներգրավումը համապատասխան հաստատություններում։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շատ լավ, մենք այդքանը արձանագրել ենք։ Ուզում եմ հասկանալ ձեր առաջարկներից եւ ձեր արձանագրած խնդիրներից հետո այդ ուղղությամբ նաեւ արձանագրել եք, որ կատարվել են աշխատանքներ, թե այնպես է, ինչպես որ արձանագրել եք մինչ այսօր։ Սա մեկ եւ երկու հարց ունեմ։ Ուզում եմ հասկանալ ձեր լիազորությունների սահմանում կառավարության 867-ն որոշման մասով, որի մեջ հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող քրեակատարողական հիմնարկների ստորաբաժանումները նաեւ պետք է որ հագեցած լինեն դեֆիբրիլյատորով եւ օքսիգենատորով, այս ուղղությամբ էլի կան աշխատանքներ առաջընթաց, թե ոչ, եւ երկրորդ դուք նաեւ ձեր զեկույցում անդրադարձաք իրավաբանության եւ հակախտրականության մասին օրենքին եւ դրա ընդունման անհրաժեշտությանը, այստեղ կուզեի հասկանալ, կխնդրեմ նորից կամ ավելի մանրամասն ներկայացնեք, ինչով է պայմանավորված, որ դրա անհրաժեշտությունը դուք այս փուլում տեսնում եք։ Այլ հարց է, որ դա կան, տեսնում։ Շնորհակալություն։
Շնորհակալ եմ տեղեկատվության առումով, քանի որ մեր տարեկան զեկույցը կանխարգելման ազգային մեխանիզմի վերաբերում է 2024 թվականին եւ եթե արձանագրել ենք, որ դա 2024 թվականին եղել է խնդիր, նշանակում է մինչեւ 2024 թվականի ավարտը դա շարունակել է գոյություն ունենալ որպես արձանագրված խնդիր, իսկ ինչ վերաբերում է այս փուլում տեղեկատվությանը, բնականաբար տեղեկատվությունը մենք բարբերաբար ենք պահանջում, տեղեկատվություն այս պահին ես ձեռքից տակ չունեմ, բայց խոստանում եմ ստանալ տեղեկատվություն իրավասու մարմնից եւ փոխանցել նաեւ ձեզ որպես ազգային ժողովի պատգամավոր, նաև հաջորդ հարցին տեխնիկական հագեցվածության, բժշկական սարքավորումների հագեցվածության առումով դարձյալ նույնը 2024 թվականին մենք սա արձանագրել ենք կոնկրետ հաստատություններում որպես խնդիր, դարձյալ, քանի որ խնդիր է եղել այս փուլում, հա, դրա խնդրահարույց լինելու, չլինելու թարմացված տեղեկատվության հետ կապված դարձյալ ձեզ ինքս կփոխանցեմ տեղեկատվությունը, երբ որ պետական իրավասու մարմինը այն մեզ ուղարկի, ինչ վերաբերում է իրավահավասարության մասին օրենքին, կարծում եմ նույնիսկ այստեղի քննարկումներ, հա, բավարար հասկանալու, որ իրականում մենք իրավահավասարության ու հակախտրականության ոլորտի վերաբերյալ իրոք ունենք ոչ պատշաճ պատկերացումներ, որոնք կհամապատասխանեն այսօր աշխարհում գոյություն ունեցող բոլոր հնարավոր չափանիշներին եւ այդ տեսանկյունից հանրային փոփոխություն բերելու գործիքներից մեկը դիտարկվում է հենց նման օրենքի ընդունումը։ Հետևաբար ես շատ կարևորում եմ այս օրենքի ընդունումը, շնորհակալ եմ, սա շատ կարճ։ Մարինա Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Տիկին Մանասյան, շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար։ Դուք այցելել եք Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, որը գտնում է Կապան քաղաքում, գիտեք, որ դիսպանսերը իրականացնում է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներով մենք այցելել ենք Լիլ քաղաքում տեղակայված առողջապահության համաշխարհային կազմակերպության հոգեկան առողջության ծառայությունների ուղղորդման եւ հոգեկան առողջության հաստատությունների ցանցային կենտրոն եւ ես չեմ ուզում համեմատություն անել Կապանի այդ կենտրոնի եւ Լիլ քաղաքում, հա, տեսած պայմանները, հարցս հետեւյալն է. ինչպես մենք պետք է անենք, որ գոնե ինչ որ չափ կարողանանք հասնել այն մակարդակին, որը արդեն իսկ կա Եվրոպայում եւ այլ պետություններում։ Շնորհակալ եմ, Տիկին Ղազարյան, իրականում դարձյալ շատ մեծ հարց, այսպես ասած, բարձրացրեցիք, որովհետև էլի մի ելույթի շրջանակներում հնարավոր չէ խոսել բոլոր հնարավոր փոփոխությունների ու դրանց դետալների մասին, բայց այն հանգամանքը, որ Հայաստանում նշեցիք դուք Սյունիքի մարզային նյարդահոգեբանական դիսպանսերը, որտեղ այո, իմ աշխատակազմն այցելել է, բայց նաև մի շարք այլ հաստատություններում, ես ինքս օրինակ իմ ներածական խոսքի շրջանակներում հոգեկան առողջության կենտրոնների մասին խոսեցի, ընդհանուր առմամբ բազմապիսի են խնդիրները, սկսած շենքային պայմաններից, որ իրոք շատ դեպքերում անհարմար ես ուղղակի զգում, մտնելով համանման հաստատություններ, որովհետև հասկանում ես, թե մենք որպես հանրություն ինչ մոտեցումներ ունենք, հա, այդ թվում տարբեր խմբերի նկատմամբ։ Ուրախությամբ դարձյալ պետք է նշեմ, որ նախորդ տարվա, այդ թվում իմ նախաձեռնություններից քննարկումներից հետո տեղեկատվություն եմ ստացել տարբեր հաստատություններում վերանորոգման աշխատանքների մասին, ինչը իրոք շատ կարևոր է, որովհետև տասնամյակներ շարունակ չեն կարող, հա, նշված հաստատությունները մնալ ընդհանրապես չվերանորոգված եւ շատ վատ շենքային պայմաններ ունեցող եղանակներով, շատ կարևորում եմ ընդհանրապես նշված հաստատություններում վատ վերաբերմունքի կանխարգելումը բոլոր առումներով, օրինակ ես հատուկ խոսեցի հատուկ զսպման միջոցների կիրառման մասին, սրանք իրականում գործիքներ են, որոնք մշտապես կարող են հանգեցնել վատ վերաբերմունքի դրսևորումների եւ կարևոր է, որպեսզի մենք բոլորս հետևողական լինենք, որպեսզի դրանք թե հատուկ թե զսպման միջոցները ներողություն, թե ընդհանրապես վերաբերմունքը, հա, նշված հաստատություններում պատշաճ լինի, մենք այս առումով երբեմն արձանագրում ենք խնդիրներ եւ դա եւս պետք է հրապարակային ներկայացվի, այդ ուղղությամբ միանշանակ պետք է քայլեր ձեռնարկվեն եւ մեկ այլ հանգամանք, որը շատ կարեւոր է, իրականում
Ես հարցը մի քիչ ավելի համակարգային ներկայացնեմ, ոչ թե ձեր նշած մի հաստատության դիտանկյունից, այլ ընդհանուր առմամբ խնդրին անդրադառնալով, երբ դիտարկում ես տարբեր հաստատությունները, հատկապես հոգեկան առողջության կենտրոնները, նկատում ես, որ շատ դեպքերում խնամքի կարիք ունեցող անձանց քանակը մեծապես գերակշռում է այն անձանց քանակին, ովքեր ստացիոնար բուժման կարիք ունեն։ Եվ սա իրականում շատ լուրջ խնդիր է, որովհետև մենք մի կողմից գնում ենք ապա ինստիտուցիոնալացման գործընթացի համատեքստով, այսպես ասած, եւ շրջանակներով, մյուս կողմից ունենք հստակ կարգավորումներ, թե անձը ինչպես պետք է ստացիոնար բուժում ստանա հոգեկան առողջության կենտրոնում, եւ ունենք մի իրավիճակ, որ կան հաստատություններ, որտեղ շատ ավելի մեծ է իրականում խնամքի կարիք ունեցող անձանց թիվը, սա համակարգային հարց է, որի ուղղությամբ միանշանակ դարձյալ պետք է առաջնահերթ քայլեր ձեռնարկել։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Տիկին Մանասյան, ճիշտ է, շենքային պայմանները ինձ վրա շատ վատ տպավորություն է թողել, քանի որ այդտեղ 80 հոգի, եթե չեմ սխալվում, հիվանդներ կային, տեսել եմ ցանցեր, որոնք մտահոգել են ինձ, ինչ չեմ տեսել ես օրինակ Լիլ քաղաքում շատ լուսավոր եւ չեմ էլ հասկացել, որ մենք գտնվում ենք այդպիսի վայրում, նրանք ունեին այնպիսի պայմաններ, երևի որոնք չունեն մարդիկ իրենց տներում, լավ վերաբերմունք, ես չեմ ասում, որ մեզ մոտ վատ վերաբերմունք են ցուցաբերում բուժ հաստատության ներսում աշխատողները, չէ, շատ լավ վերաբերմունք ունեն, բայց քանի որ այդ հաստատությունում արդեն իսկ 80 հոգի ստացիոնար բուժվում են, դա արդեն խնդիր է։ Եվ գիտեք, որ առաջ մենք պետք է այդ հարցը բարձրաձայնենք եւ փորձենք համակարգային, դուք ճիշտ եք ասում, լուծումներ տալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ Տիկին Ղազարյան, դարձյալ չեմ կարող չարձագանքել, որ այո, մեր տրամաբանությունն է այս հաստատությունների նկատմամբ, թե այս թե քրեակատարողական հաստատությունների, հատկապես նշված հաստատություններում, դիսպանսերներում ճաղավանդակները, ցանցերը, դրանք միանշանակ, եթե հատուկ այսպես կարիքների բավարարման նպատակ չունեն, այն էլ է այս դեպքում էլ խնդրահարույց է, հա, միևնույնն է, իրենք չեն համապատասխանում չափանիշներին, հետևաբար մենք տրամաբանությունը պետք է ամբողջությամբ կարողանանք փոխել մեր նաև, որովհետև շատ դեպքերում, երբ օրինակ մենք խոսում ենք պետբյուջեից միջոցներ հատկացնելու կարևորության մասին, նաև հանրային ընկալման տեսանկյունից, հա, ես այդ թվում հարցազրույցների ընթացքում, երբ մշտադիտարկումներ են անում, տեսնում ենք, որ շատ դեպքերում մարդիկ ասում են, բայց այդքան տեղ կա գումարի կարիք ունեցող եւ այլն, ինչու այստեղ պիտի ներդնենք, ինչը պրոբլեմատիկ է իրականում եւ պետք է նաև մեր մտածողությունը փոխենք, բայց կուզենայի նշել, որ անկախ նրանից, որ տարբեր հաստատություններում ես չեմ կարող նշել, որ համակարգային վատ վերաբերմունքի դրսևորումներ կան, բայց նաև պետք է արձանագրենք, որ կան դեպքեր, երբ արկային վատ վերաբերմունքի դրսևորումներ եւ դրանց դեմ եւս պետք է պայքարել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին, Տիկին Մանասյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։